Դե իրականում անցնող շաբաթվա իրադարձությունները փաստորեն ավելի բուռն էին, քան որ նախորդի շաբաթվա իրադարձություններն էին։ Երևի այս տեսակ չենք կանխատեսում, որ իրադարձությունները հենց այս ձևով կզարգանան։ Անցնող շաբաթը երևի որ մենք չենք հասցրել անդրադառնալ, որովհետև հենց երևի մեր նկարահանման օրն էր տեղի ունենում Բագրատ Սրբազանի ձերբակալություններ, որից հետո հաջորդեց մի շարք գործընթացներ եւ իշխանությունները հայտարարեցին, որ հերթական իրենց կառավարման տարիների ընթացքում հերթական այսպես ահաբեկչությունն են կանխել իշխանության յուրացման փորձը, բայց սա իրականում ավելի փաթեթավորված եւ ներկայացված էր այնպես, կարծես թե կանխել են հերթական հոկտեմբերի 27-ը։ Այսինքն նախորդիվ էլի 7 տարիների ընթացքում ահաբեկչության այսպես դեպքեր կանխվել է, բայց որևէ մեկը այս հնչերանգով չէր ներկայացվում։ Եկեք հասկանանք իրականում ինչ տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի շուրջ եւ դեպի ուր գնաց այդ գործընթացը։ Իրականում քննչական կոմիտեի կողմից այն ինչը որ կապված է այս ենթադրյալ հեղաշրջման փորձի կամ իշխանազավկման փորձի հետ, 3 մասերից բաղկացած ոնց որ փաստեր հրապարակվել։ Առաջինը այդ ձայնագրությունների շարքն է, որը որ տարբեր խոսակցություններ է Բագրատ Սրբազանի մասնակցությամբ, իր համակիրների մասնակցությամբ նաև։ Հաջորդը դա այն լուսանկարն է, ու լուսանկարները, որտեղ որ պատկերված են տարբեր զենք զինամթերքներ, էլի ենթադրյալ եմ ասում, որտեղ հեսա դրա հետ կապված կխորանանք, այնտեղ ինչ-որ պայթուցիկ նյութեր, քննչական կոմիտեի պնդման, որ շատերը դրանք ասեն ինչ-որ գենդեր փարթիից ուխեր մուխեր է, այս երկուսին զուգահեռ նաև ոնց որ զենքի ֆոտոներին, ձայնագրություններին զուգահեռ նաև հրապարակվեց 7-ից բաղկացած թուղթը, որը որ իր հերթի իրենից ներկայացնում էր տարբեր փուլերի բաժանած հեղաշրջման պլան ու նախորդ օրը Civic-ով նախորդ օրը դա Civic-ով էր, շատերը կասկածում էին, որ այդ կարող է իրական լինի կամ ընդդիմությանը պատկանի, բայց հետո արդեն որ քննչական կոմիտեն գցեց, արդեն այլ դիրքից ենք սկսում վերլուծել։ Հիմա եկեք հատ-հատ գնանք։ Նախ զենքերի հետ կապված ինքը ինչպես նաև նկարներից է երևում, շատ զինատեսակների վրա կար թույլտվություն ու նաև շատերը խոսում էին համ զենքի մասնագետներ կամ մարդիկ, որոնք ուղղակի ծառայության բերումով կամ ինչ-որ բան շփվել են, առիթ են ունեցել շփվել տարբեր զենքերի հետ, դրանք հարթափող որսորդական բնույթի զենքեր են, որ Հայաստանում եթե մարդը դա ունի ու թուղթ ունի, դա օրինական է, այսինքն դա ներկայացնել որպես այսպես terroristական ակտի նախապատրաստման համար անհրաժեշտ զենք զինամթերք ինքը այդքան էլ համոզիչ չի։ Ինչ վերաբերում է ձայնագրություններին, այստեղ բազմաթիվ խնդրահարույց դրվագներ կան, մասնավորապես այն դրվագը, որտեղ որ Բագրատ Սրբազանն ասում էր, որ պետքա 1000 հոգի ձիգ տղեկ իրանք հավաքեն, այդ ձիգ տղեկը պետքա բաժանված լինեն 200-ից 250 հոգանոց խմբերի, այդ խմբերում պետքա լինեն 8 հոգանոց խմբեր, ամեն մեկը իր հրամանատարով, ու իրանք պետքա գնան տարբեր այսպես երկիրը դեստաբիլիզացնող գործողություններ իրականացնեն, յուղեր լցնեն ավտոբուսների վրա վառեն, պետքա բան անեն, կատված անեն քաղաքը, ինչ-որ բորձուների մայթերի հետ կապված նաև ինչ-որ բան կար, այդքան մանրամասն չեմ հիշում, նաև այնտեղ կապովիներ, ինտերնետ կապեր վնասեն։ Նաև այսպեսի այնտեղ ինչ-որ մի հատ դրվագ կար, որտեղ որ խոսվում էր բանի մասին, հակերային հարձակումների մասին, նաև շատ հայտնի ամենատարածված հատվածը թերևս նա էր, որ Բագրատ Սրբազանն ասում էր պետքա ինչ-որ գյուլել ընտանիքներին փեշքեշ ինչ-որ մի հատ բան տալ։ Այսրանք այն հատվածներն են, որոնք որ իսկ թվում է բոլոր կողմերն են խնդրահարույց են համարում ու նաև այն հանգամանքը, որ պարլամենտական ընդդիմության հետ ասոցացվող ուժերը ու հենց իրենք խուսափում են այս բաներից խոսան, սկզբնական շրջանում ասացին, որ սա արհեստական բանականությամբ կարա գեներալացված լինի, բայց հետագայում դատարանում Բագրատ Սրբազանն ընդունեց, որ դա հենց ինքնախոսացել ուղղակի, տարբեր օրեր է խոսացել, հետո ԿՊՆ-ը սկսեց ծաղրել, այսինքն տարբեր օրերը որն ասում են, մի օր ասել ավտոբուսը վառենք, մի օր ասել ինտերնետ անջատենք, մի օր ասել հոսանքները եւ այլն։ Այսինքն իմ դիտանկյունից, որ ես այս ողջ գործընթացին երկու կողմի խոսույթին բան տեսել եմ, ես այդպես մեծ խնդրահարույց բան տենում եմ բուն այդ ձայնագրությունների մեջ, նաեւ այդ թղթի մեջ, որովհետեւ այնտեղ էլի մոտավոր այդ 1000 հոգու բան խումբ հավաքելու պահը կար, այնտեղ նաև այդ դեստաբիլիզացիայի պահերը կար, բայց այնտեղ նաև մի հետաքրքիր դրվագ կար, որ հանդիպում ինչ որ ռուսական կողմի ներկայացի հետ, ասես մոտավորապես ինչ որ բան էր գրած, իմ նկատած խնդրած պահերը սրանք էր, բայց ինչ վերաբերում է իշխանության արձագանքին, իրենք այս ուղիղ համեմատում էին հոկտեմբերի 27-ի հետ, ու ասում են այս ոնց որ հերթական հոկտեմբերի 27-ն է, բայց
կարար լիներ, բայց ես այդքան էլ այս թեզին չեմ հավատում դրա համար, որովհետև հենց նույն այդ փաստաթղթի մեջ նշված էր, որ 2024 թվականի համար է նախատեսված այս գործողությունները, այսինքն իրավապահ մարմինները, քննչական կոմիտեն ու ԱԱԾ-ն սրա մասին իմացել են, ուղղակի պահել են մոտացենք իրան մի տարի ու երբ որ քաղաքական նպատակահարմարությունն է տեսել ԿՊ-ն, ես օգտագործել է։ Իսկ քաղաքական նպատակահարմարությունը եկել է այնտեղից, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրենք հարձակում գործեցին, դրա հիմքերը այդքան ամուր չէր ու մարդիկ հիմնականում սա դրական կերպով չընկալեցին, նաև եկեղեցու դեմ արշավը նորմալ մարդիկ չընկալեցին ու կոպիտ ասած իրենց հեղինակությունը կոմպենսացնելու, այս բացական բաները կոմպենսացնելու համար իրենք էսի գցեցին դաշտ, հրապարակեցին, ակտիվ տարածեցին հմեկով բանով մյուսով, որ ինչ որ չափով կոմպենսացնեն այդ իրենց նվազող հեղինակությունը խնդրահարույց գործողությունների քայլերը։ Ես այս թեմայի շրջանակներում տենց մի քանի նոր շերտ կա, որ ինձ թվում է արժի քննարկել, օրինակ դու մի քիչ այդ բանին անդրադարձար, հա, օրինակ 1 տարի հետո ինչն է ստիպել եւ այլն, ինձ թվում է այստեղ խնդիր կար հենց Սամվել Կարապետյանի հետ կապված, որովհետեւ ի տարբերություն է մնացածի, ըստ էության Սամվել Կարապետյանը ավելի տենց ունակ քաղաքական դերակատարի պոտենցիալ ուներ ու շատ հետաքրքիր էր, որ հենց նույն վարչապետը, եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանն իրենց հրապարակումներին փորձում էին այս հեղաշրջման պլանը կապել Սամվել Կարապետյանի հետ, որովհետև այնտեղ մի հատ այդ պլանում մի հատ հատված կար, որ պետք է ինչ որ հեծը լույսերը տաներ, ասում են, հա, այդ մեր ձևովը, որ ասում էիր, կարող է ես նկատի ունեի, այն ինչ բարձա բոլորին, որ նաև քննչական կոմիտեի հրապարակած թղթերում, որ այնտեղ հեղաշրջման պլան կոչվածը պետք է իրագործվեր եւ պլանավորվել էր ըստ էության 24 թվականին։ Ինչ իմաստ ուներ 25 թվականին հրապարակել, ինձ թվում է առաջին հերթին այս ոչ միանշանակ այս գործընթացը որ սկսվել է Սամվել Կարապետյանի հետ, ներգրավել Սամվել Կարապետյանի եւ կապել նրան հետ այս ուղիղ գործընթացի հետ ու բոլորին դնել մեկ արկղի մեջ, բայց մյուս կողմից պետքա միամիտ լինել, որ ասենք հավատալ, որ այս օպերացիան նոր է բացահայտվել կամ ասենք 3 ամիսա ինչ որ քննչական գործողություններ են գնում կամ թեկուզ 1 տարի, հա, քննչական գործողություններ են գնում ու նոր այդպես ամբողջական պատկերը ի հայտ է եկել ու նոր սկսեն հրապարակել, ինձ թվում է մի քանի փաստեր որ իրար հետ դնենք, parza որ սա առնվազն 24 թվականի հունիս-հուլիսին արդեն parza է եղել, օրինակ նույն Սուրեն Պետրոսյանը, Սրբազան շարժման առաջնորդներից մեկը, երբ որ մի քանի օր անհայտացրել ու սա հարցնում էին ուր է Սուրեն Պետրոսյանը, ասես ինչ որ դիմակավորված ուժեղ տղեկ տարել են։ Հա, տարել են ինձ, ասեցին, ու ըստ էության բացատրական աշխատանք են տարել, տենց լավ բան են էլի, ասեն, ճիշտ ասած մենք տեսել ենք որ դու լավ մարդ ես, կապ չունես իրանց հետ, հիմա մի քանի ձայնագրություն միացնենք, դու քո ենթադրությունները արա, ու ինքը ինչ ասում է Գերասին Վարդանյան ձայնագրությունը, որը եթե մարդիկ կան չգիտեն, այնտեղ հիմնականում Գերասին Վարդանյան ձայնագրության մեջ ինքը ասում էր, որ մենք պետք է փող տանք, որ դաշնակցությունից ավելի շատ մարդ գա, քան հանրապետականի Սերժ Սարգսյանին, այնտեղ հայհոյում եւ այլն, ու ինքը այդպես հրապարակվեց, եթե չեմ սխալվում, Գերասին Վարդանյանը նույնիսկ ինչ որ մի բան կալանավորվեց եւ այլն, բայց Սուրեն Պետրոսյանի ասած ձայնագրությունները, որ իրան ցույց են տվել, այդպես է չհրապարակվեցին։ Այսինքն մարդը հանրային հեռուստաընկերության եթերում ասում է ինձ ձայնագրությունը ցույց տվել ԱԱԾ-ն ոչ մի բան չի հրապարակում այդ ժամանակ, ոչ մեկ չգիտեր, որ ռազմական հեղաշրջման պլան կա այդ ժամանակ։ Սուրեն Պետրոսյանը ասում է, որ այն ձայնագրությունները, որոնք որ իրան ցույց են տվել, որոնք որ ինքը լսել է, Գերասին Վարդանյանի ձայնագրությունը դրա դիմաց փառք է, հա, ասում է, ասենք սովորական բան, մեղմ է շատ ու ըստ էության հենց նկատի ունի այն ձայնագրությունները, որոնք կան ու ինձ թվում է Սրբազանն էլ որ Սուրեն Պետրոսյանի վերաբերյալ հետո շատ այնց վատ արտահայտություններ արել է, նսեմացնելով իր դերը, ասելով որ ինքը շատ վատ բան արել եւ այլն, ինձ թվում է շատ լավ էլ իմացել է, որ արդեն այդ ձայնագրությունները կան։ Մյուսը ինձ թվում է այդ Փաշինյանի 26 թվականի նկարտումներն է, որ քաղաքական մեծամասնություն ստանա ու դրա միակ ճանապարհը եթե այդպես բան իրական ճիշտ է խոսանք, էլի ԿՊ-ի տեսանկյունից զուտ ներքաղաքական իմաստով, էլի այդպես չորով նայենք, այնա որ պետք է բոլորին դնել մեկ արկղի մեջ, ասել բոլորը հետադիմական են, ռուսամետ են, սրանք բոլորը նույն այդպես բան ունեն, հա, մոտիվներ ունեն, հա, կամ հետադիմական են կամ ռուսամետ են եւ այլն, բայց հաստատ ժողովրդավար չեն, մերպես չեն, ինքնիշխան չեն եւ այլն, ու ինձ թվում է ստացվելու է, ու այս առումով ինձ թվում է հենց նույն Սամվել Կարապետյանը շատ այդպես վատ իրավիճակում է այս բանին գտնվում, ինքը իհարկե ինչ-որ մի հատ հայտարարություն արեց, որը այդպես շատ լղոզված հայտարարություն էր, բայց մի կողմից ինքը եթե պաշտպանի, ասի այսա քաղաքական հետապնդում էր, ասենց միանշանակ արտահայտությամբ հանդես գա, ասեն, ահա, ուրեմն քո մատը խառն է եղել, ճիշտ է ասում Ալեն Սիմոնյանը կամ ճիշտ է ասում պարոն վարչապետը։ Մյուս կողմից եթե
Ասի դե ճիշտ ասած ես տեղյակ չեմ եղել հուսանք բան դատա իրավական գործընթացը իր հունով կգնա արդարադատություն կլինի եւ այլն հակասում է իրեն մտքին որ Հայաստանում արդարադատություն կա ու մյուս կողմից էլ դες մի փոքր տարանջատում է իրան Սերժ Սարգսյանից Քոչարյանից ու մյուսներից ու ինքը կորցնում է պոտենցիալ գործընկերներ ովքեր կարան հա իրան գոնե չխփեն ու մենք տեսնում ենք որ Սամվել Կարապետյանի շուրջ իրական լավ կոնսոլիդացիա կա ոչ երկրորդ նախագահ ոչ երրորդ նախագահ որևէ կերպ այս գործընթացում տենց ինչ որ տենց ոնց ասեմ ինչ որ խոցելի արտահայտություն չեն արել Սամվել Կարապետյանի նկատմամբ ինձ թվում է այս նուրբ շերտերն է բայց էլի շերտեր կա ինձ թվում է արժի քննարկել ես հա շարունակելով քո միտքը ինչի այս process-ը տարում ես sense ոնց գործող քայլերի հաջորդականությունը նայում ես Civic AM-ը նախորդ օրը գցում է հաջորդ օրը քննչական կոմիտեն այսինքն այդ Civic AM-ին որտեղից այդ փաստաթուղթը որ ինքը այսինքն իշխանության կողմից այդ իր լիազորությունների չարաշահման բան է այստեղ հաջորդ օրը քննչական կոմիտեն տարածում է այդ նյութերը գնում են ձերբակալություններ մյուս օրվանից կամ հենց այդ օրվանից արդեն ամբողջ ռոպագանդան ինքը ոչ թե ռազմական հեղաշրջման կանխման փորձ էր, հա, այլ այդ մեծ ինչ որ ռոպագանդայի մի հատ sense լավ գործողություններ վարչապետի իրանց այդ խոսնակների այս բանի միջոցով։ Ինչ արեցին, նյութերը հրապարակվեցին, էլի բնականաբար ոչ մեկ չի ողջունում, հա, ռազմական կամ ինչ որ ուժի կիրառման կամ ավտոբուս վարելով իշխանություն վերցը, բայց այդ 2024 թվականից արդեն པարզ եղել ինչի է այսօր հանում։ Գնաց այս նորությունները հանրային հեռուստանք այդ հայլուրա լրաբերա չգիտեմ հիմա ոնց է կոչվում դու որ լսում էիր օր ես ասում եմ իսկ ապայս ինչից ենք փրկվել մենք այն որ արդեն կոնկրետ մարդը արունահեղությամբ տես մեկ երբակաս եկան փրկեցին մեզ ու այն մարդիկ ովքեր որ մեր նման ասենք հաղորդումներ չեն տենում իրանց վրա դա ազդում է ու հենց սա այդ նպատակն էր ու պատահական չի որ վարչապետը այդ падգամավորները վարչության ներկայացուցիչները ԿՊ-ի ուղիղ հարցադրում էին անում դուք հիմա terroristների կողմից եք թե terroristների կողմից չեք սա այդ քվասատի տրամաբանական շարունակությունը որ իրանք ասում են կամ մենք ենք ժողովրդավար եւ այլն կամ մնացածն են եկեղեցի կղերական ռուսական հետադիմական իրենց բաներով այսինքն պետք է ընտրություն կատարել այդ ոնց որ ձվերը տարբեր զամբյուղներում տեղավորել էլի ոնց են ասում ու ստեղ նաեւ այնտեղ հանրային հեռուստաընկերության դերն էլ ինձ թվում արժի անպայման քննարկել, որտեղ դրան հաջորդած բաները մի քիչ ավելի խնդրահարույց են էլի։ Դրան հաջորդած հա եթեր եղավ, եթե չեմ սխալվում, ամսի 28-ի երեկոյա, ու այդտեղ բանով ոնց որ հրավիրեցին մշակութային գործիչների, բան, նաև այդտեղ էր Անահիտ Բախշյանով, Յուրի Բախշյանի կինն է, դե Յուրի Բախշյանը գիտենք, որ հոկտեմբերի 27-ի ժամանակ զոհվել է, եղել է ԱԺ փոխնախագահ, դրա համար Տիկին Բախշյանի հետ կապված, քանի որ այստեղ ռուսական անձնական բան կա, իհարկե մենք քննարկելու բան չունենք, համենայն դեպս այդ եթերը կոնկրետ ինքը ես խեմ կարևոր համարում սրան անդրադառնալը, որովհետև կողքից երբ որ դու նայում ես ինքը շատ համոզիչ է։ Ինքը դա նենց է կազմակերպված, որ ցանկացած հա այն մարդիկ ովքեր որ առհասարակ բան չեն, ասենք իրանք առօրյայում տենց կոնկրետ կենտրոնացած չեն քաղաքական հարցերի վրա, իրանք ընկալումը միանշանակ են արնելու, որ մի ձև փրկվել է, մարդիկ չեն կենտրոնանալու այն փաստի վրա, որ մի տարի առաջվա տվյալը, ու իրենք օրենքի գերակայության սկզբունքը խախտել են, իրենք իրավապահ համակարգը դարձրել են իրենց քաղաքական գործիքը, ըստ էության քաղաքական օպերացիա են արել, ոչ թե իրավական գործընթաց, որովհետև այնտեղ անընդհատ այդ զուգահեռները տարվում էր, նաև խոսվում էր բանից, այդ ատելության մթնոլորտից եւ այլն, ու համել իրենք այսպես բավականին բան, հա, այդ կոպիտ ասած բարեպաշտության դիրքերից տեն շատ, ասենք քննադատում էին այդ բանը, էլի ռազմական ճանապարհները, բան զարմանում էին, թե ոնց կարող հոգեվորականի բերանից նման բառեր հնչի եւ այլն, ու այս ամեն ինչը տանելու է նրան, որ բանով, էլի հերթական այս թեզը, որ արդեն իսկ թվում է հասարակության մեծամասնությունն է դա գիտի, որ այս ընդդիմությունը ոնց որ նվեր է այս իշխանություններին ու քանի ասենք սրանք դաշտում են ու պետքա սենց ոնց որ բաց թողումներ անեն, պետքա նմանատիպ ասենք իրենց մակարդակին հարիր ինչ-որ գործողություններ անեն, ուրեմն մենք ստիպված ենք գտնելու 2026-ից հետո է զարթնենք նիկոլական Հայաստանում։ Ու այս ոչ թե նրա համար է, որ մարդիկ ասենք հավանում են ԿՊ-ի, ասենք չգիտեմ
առաջնորդներին, բանին, մյուսին իրենց ծրագրերը եւ այլն, այլ նրա համար է, որ ընդդիմությունը նենց բաներ է անում, որ ստացվում է, ասենք, այս ընդդիմությամբ մարդկանց վախացնել ու իրանք գնան ընտրեն ՔՊ-ի։ Ինձ թվում է իրական իշխանական քարոզչությունը շատ լավ հաշվարկել էր նաև այն հանգամանքը, որ հայ հասարակության համար քաղաքական հարցերը զենքով լուծելու ճանապարհները ընդունելի չեն եւ հետեւաբար այդ փաստարկները, որոնք որ ներկայացվել է հանրային հեռուստաընկերության եթերում, բնականաբար պետքա ավելի համոզիչ լինեին եւ այսպես ընկալելի լինեին։ Նույն հանրայինի եթերում կներես ընդհատում այդ օրը հենց բացահայտման օրը ազգային ժողովի նախագահներ եկել, ասենք դարձել էր ինչ որ ոդքասթ, ձայնագրությունները միացնում էին, հա տեսեք, այդ ինչ, ասենք աբսուրդ, դե թատերական ներկայացում։ Պետրոս Ղազարյանը, որ իրականում հանրայինը աչքի ընկնում իր այսպես սուր հարցադրումներով, այդ օրը ուղղակի զրուցակից էր եւ ոչ թե այսպես հարցազրուցավար։ Ես օրինակ Պետրոս Ղազարյանի այդ սուր հարցեր տալու կարողությունները գնահատում եմ, այլ հարց որ դրանք ծառայում են բացառապես իշխանական շահերը սպասարկելուն։ Բայց այդ մասով, որ մենք խոսում ենք, երբ որ օրինակ իշխանականները փորձում էին ստեղծել այնպիսի տպավորություն, որ հասարակության տարբեր շերտերին, օրինակ քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ կարծիք ձևավորող անհատներին, այսպես ասած, երկընտրանքի առաջ էին դնում եւ ստիպում էին, որպեսզի կարծիք արտահայտեին։ Սա ինձ համար իրականում շատ զավեշտալի է, որովհետև էլի հիշեցնում է իրանց այսպես սև ու սպիտակի տրամաբանությունը, այսինքն տրիվիալ ճշմարտություն է, որ զենքով հարցեր լուծել քաղաքականության մեջ ընդունելի չի եւ այս տրիվիալ ճշմարտությունը պահանջել, որ անընդհատ կրկնվի, մի տեսակ աբսուրդ է, բայց ես այս համատեքստում ուզում եմ հիշեմ մի հատ շատ կարևոր բան, եթե իսկապես քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրանց կուսակցականները այս հարցերին նայում են այն ռակուրսից, որ քաղաքական առումով կամ սկզբունքային առումով այս հարցը կարմիր գիծ է եւ քաղաքականության մեջ զենքերը տեղ չունեն, ես ուզում եմ հիշեցնել 2016 թվականի հուլիսի 22-ի Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատ հատված, որտեղ ինքը Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սասնա Ծռերի գործողություններին հաջորդած այդ հանրահավաքներում ելույթեր ունենում, այսպեսի մի միտք է ասում է, ես ուզում եմ անդրադառնալ Սասնա Ծռեր խմբի գործունեությանը, առաջին իսկ վայրկյաններից իմ բոլոր գործողությունները միտված են եղել ապացուցելու, ցույց տալու, որ Սասնա Ծռեր խմբի տղաները ահաբեկիչներ չեն։ Եվ իհարկե այնտեղ ինքը բերում է բազմաթիվ փաստարկներ, թե ինչի են այս մարդիկ գնացել այս գործողության, այս մարդիկ հուսալքված են եղել, այլ ճանապարհ չեն գտել եւ այլն, բայց դե հասկանալի է, որ ինչպես տարածված այդ խոսքը կա ահաբեկչությունների վերաբերյալ, բոլոր ահաբեկչություններ անողներն էլ իրենց այո, բարձր գաղափարներ են դնում իրենց այդ արարքների ներքո, նույն Նայիրի Հունանյանը օրինակ, եթե քննարկում ենք ու հայմատականներ ենք անցկացնում 99-ի հոկտեմբերի 27-ի հետ, Նայիրի Հունանյանն էլ ազգային ժողովում հայտարարում էր, որ հերիքը արդեն ընտրություններ Վազգենը չի թողում ընտրություններ լինի այս երկրում, այս ժողովրդի արունը խմեցին, այդ մի քանի ստահակներ, ասենց ինչ որ վիրավորական արտահայտություններ են անում, ու Նայիրի մոտ էլ այդ ժամանակ լուսաբանած լրագրողներն ասում են, որ ակնկալիք կար, որ իր այս գործողությունը հանրության աջակցությունը կստանա եւ ինքը կարծում էր թե հեսա լծվելու են հրապարակները ու այդ աջակցությունը լինելու է։ Այստեղ ուղղակի այդ քո պնդմանը 2016-ի մասով ես ոնց որ մի հատ քուանշան եմ, այսինքն ինչքանով է 2016-ը համեմատելի 2024-ի հետ, որովհետև տարբեր քաղաքական առումով տարբեր որակի իշխանություններ էին, 2016-ին ընտրված իշխանություններ չէին, այլ 2024-ին ընտրված իշխանություններ են։ Այսինքն 2016-ին ինչ որ օբյեկտիվ բան կար, որ մարդիկ նույն Նայիրի Հունանյանական, հա, այսինքն փաստացի թույլ չեն տալիս ընտրություն լինի, կա շարքեր է գնում, այս հարճական լծակներ է կերում ու այն ինչ որ ժողովուրդը ընտրել է, այդ չի ներկայացնում այդ օրվա պարլամենտը կամ գործող իշխանությունը։ Իսկ 2024-ին քիչ այլ իրավիճակ է։ Ես ոչ ավելի շատ խոսում եմ քաղաքական իրավիճակների մասին, այլ քաղաքական ուժի ворթեգրած սկզբունքների մասին, որոնք իրավիճակներ չպետք է ճանաչեն։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի բարեկամ, հա, բարդ է կամ ծիծաղելի է սկզբունքներ ասել, բայց որովհետև ինչ եմ ասում, այդ ժամանակ էլ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժեր եղել են, որոնք դատապարտել են Սասնա Ծռերի գործողությունները եւ այդ գործողությունները դատապարտել են նաեւ հանրապետականները եւ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուղագի պատեհությունից ելնելով հայտնվել էր Խորենացի փողոցում իմ տպավորությամբ եւ այս երկու այս
իրական ընդդիմությանը, այսպես ասած, եւ իշխանության հայտարարությունները նույնացնում էր այս համատեքստում ու ասում էր, այ դուք իրար հետ գործարքի եք գնացել, դրա համար Սասնածռեր խմբի տղաներին մոտավորապես ասելիքը դա էր, համարում ենք, այսպես ասած, ահաբեկիչներ։ Հետո այդ Սասնածռերի ժամանակ իրականում բացի Նիկոլ Փաշինյանից, դեն որ ինքը օպորտունիստական դրդվածությունից ելնելով ցանկացած քաղաքական process փորձելա ծառայեցնել իր շահերին, այդ ինձ թվում է պարզ է, ասենք ես այս երկրում ինչ թեմա կա, ինքը այդպես փորձելա մեջը լինի իր քաղաքական կարիերայի ընթացքում, բայց այնտեղ նաև շատ ուրիշ առողջ ուժեր կային Սասնածռերի ժամանակ, ովքեր հա, ասենք բուն գործողությունը այտենց իրանք գուցե դատապարտել են, բայց ընդհանուր առմամբ իրենք հասկանում էին, թե այդ ինչ մթնոլորտում է տեղի ունեցել, որովհետև անընդհատ փաստացի մարդիկ զրկված էին, ասենք, այսինքն այդ ընկալում են հենց որ այդ գործողությունն հենց մարդկանց դեմ է, ովքեր իշխանություն չեն։ Այսինքն ոչ թե իրանք իշխանություն են, այլ տիրապետում են իշխանության լծակներին, բայց իրանք չեն ներկայացնում էլի այդ մարդկանց։ Դրա համար հիմա հա այդ առումով ինքը մի քիչ տարբեր է, թեև ես այն ժամանակ էլ եմ դատապարտել, ոչ թե գնացել եմ այդ հավաքներին էլի։ Ուղղակի ստելի մի քիչ էլի նուրբ պահ է էլի, օրինակ նույն արարքի վերաբերյալ առանց կոնտեքստը հաշվի առնելու սկզբունքային մոտեցումն է, կարևոր թե կոնտեքստը հաշվի առնելով այդ մոտեցումների տարբերությունը, օրինակ ես իհարկե փոքր եմ եղել, բայց խանդավառված էի, որ այդ ռեժիմը, որ կար 2016-ին, մարդիկ կային, որ նույնիսկ այդ ձևով են պայքարել, բայց ինպես մարդկանց թիվը ինչի է շատ եղել, որովհետև այդ մարդկանց, ոնց ասեմ, ժողովրդավարության մակարդակը այնքան ցածր է եղել, որ մարդիկ վստահ չեն եղել, որ նույնիսկ որ քվե են տալիս ինչ-որ մեկին, դա հասնում է տեղ։ Բայց միևնույն ժամանակ նշ հիմա իրավիճակը շատ հեռու է այդ նույն իրավիճակից ու շատ հնարավոր է օրինակ 24 թվականին մենք սենց անընդհատ խոսում ենք հակաժողովրդավարական դրսևորումներից, ասում ենք թիմ ընտրություններում սենց է լինում, 21-ին սենց ատելության խոսք կար եւ այլն, նշի հիմա որ ազատ արդար ժողովրդավարական սենց ամենաիդեալական ընտրություններն են գնում, ես վստահ եմ որ եթե այս տեմպերով շարունակվի, շատ հնարավոր է նույն 26-ին մարդկանց մի մասը ընտրություններից հետո մտածի որ փաստորեն ընտրությունով Հայաստանում բան անհնար է փոխել, հա, քաղաքական իրավիճակի տեսանկյունից ու ասենք 26-ին եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, Հայաստանում մի կարևոր սկզբունք է խախտվում, որ այտենց մեր պես ժողովրդավարությունները կարևոր են, որ գոնե այս ինչ որ այտենց հեղափոխական process-ներից հետո երբ որ ինչ որ քաղաքական ռեժիմի անցում է լինում, գոնե մի անգամ պետք է ընտրություններով նոր ուժ փոխվի։ Օրինակ պետք է ասենք, օրինակ Վրաստանը այդ բանը հաջողել է։ Ինչ որ բաներով, ասենց վերապահումներով հանդերձ, այնուամենայնիվ Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո ընտրություններով իշխանություն է փոխվել։ Իհարկե հետո այնտեղ եկած Սաակաշվիլին նախագահար ինչ որ պայրակուսակցությունը արդեն փոքրամասնություն էր բայց պարլամենտում։ ինչքան էլ օրինակ Իվանիշվիլին քննադատ ենք հակաժողովրդավարական, դա ընդհանուր Վրաստանի ձեռքբերումն է, իրեն ժողովրդավարության ձեռքբերումն ա եղել այն ժամանակ։ Հիմա հա պարզ է, շատ տարբեր գնահատականներ կան, համեմատում են նույնիսկ ասում են Հայաստանը ավելի ժողովրդավար, քան Վրաստանը։ Շատ դժվար է իրականում գնահատել, ես այդպես անընդհատ վերապահումներով եմ մոտիկանում, բայց ելի եմ ասում, շատ հնարավոր է, եթե ոչ այս պահին հանրային աջակցություն չստանա, հա, այդ բանը, այդ ռազմական հեղափոխությունը կամ ինչ-որ պետական հեղաշրջումը, եթե այս ընտրական ինստիտուտը սենց խարխլվի, շատ հնարավոր է մի քանի տարի հետո Հայաստանի ժողովրդի դենց մեծ մասը քաղաքացի օրինակ էլի 30,000-ներով, 50,000-ներով գնան պետական հեղաշրջում անողների պաշտպանեն, որտեղ այնքան զզված լինեն, այնքան մտածեն, որ իրանք փաստորեն չեն կարող ազդեն process-ների վրա, որ միակ ճանապարհը հեղաշրջում անելն է։ Եթե ԿՊ-ն օրինակ ժողովրդավար լիներ, օրենքի գերակայությանը, ընտրական ինստիտուտների մեխանիզմներին հավատարիմ լիներ 18-ից հետո, չեր անի այն ինչ որ անում է տարիներ շարունակ, արդեն 4 տարի շարունակ թիմի հետ կապված։ Տեղական մակարդակում է։ Իսկ այդ շատ լուրջ մեսեջ է, օրինակ ես մտածում եմ, այնպես մտածող լիքը մարդիկ կան, որ ասում են, եթե փաստորեն ընտրությունով կարան մեր ձենը խլեն, ու բերեք մտածենք բացի ընտրությունից էլ ինչ կարող է փողոցային անհնազանդություն, ռազմական հեղաշրջում, կարող է միտքը ձևավորի այս պայմանում, իհարկե կարող է ձևավորվի։ Այս շատ կարևորից այդ ավելի ուժ գնալու է Երևանի ընտրությունները, եթե նայում ենք, ասենք ոնց էր այդ ամփոփիչ հանրահավաքը որ եղավ, որտեղ նաև Նիկոլ Փաշինյանը խոսած ու բորձուր լիզելուց ու բանից էր խոսում, այդ հայտնի ելույթը, այդտեղ սա մարզպետարաններով բերած մարդիկ են եղել, ասենք այդտեղ Երևանցի տենց չի եղել, էլի։ Քիչ էլ եղել են 4000 հոգի։ 4000 հոգի են եղել այդպես ու բանի նույն Սարիկի այդ Գյումրիում որ ընտրությունները լինում էր, էլի բուժ աշխատողներ են եղել, հա, տարբեր ասենք պետական ինստիտուտներից
տարբեր տեղեր ովքեր որ ընտրվել են համայնքապետ, մեկ էլ Եվ հիշել են, կալանավորվել են։ կալանավորվել են այդ մարդիկ։ Այդ օրինակ կարևոր հանգամանք է, որովհետև վաղը երաշխիք չկա, որ եթե օրինակ համապետական մակարդակում ընտրությունների արդյունքը բավականին փխրուն լինի եւ օրինակ կառավարություն ձևավորել որոշվի 1-2 մանդատով, դիցուկ ընդդիմադիր որևէ տեխնացու կարող է ասենք ընտրվել եւ ոչ մի բան չի խանգարի, որ ասենք, չգիտեմ, ԱԱԾ-ն ձերբակալի, ասենք վարչապետի, ընդդիմադիր տեխնացուի կամ ազգային ժողովի ընդդիմադիր նախագահի։ Ոչ մի բան չի խանգարի, որովհետև եթե տեղական մակարդակում մենք դա տեսնում ենք, այսինքն այդ ողջամիտ կասկածները կարող են լինել, որ մի քանի տարի հետո բացի այդ ԿՀ նախագահը նաև նշանակեցին իրենց նախկին կուսակցական, չէ՞, այսինքն Вообще ընդհանրապես այդ ոլորտը բացվել է ԿՊ-ով։ Ես պիտի արդարացիորեն ասենք, էլի օրինակ հիմա այն ժամանակ ինչ որ կատարվում է Սերժ Սարգսյանի ժամանակ, հիմա նույնիսկ որոշ իրավիճակ, ասենք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը, դատավորների մի ահռելի մասը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ նախկին կուսակցականներ են։ Այդ չեմ ասում ՍԴ դատավորների մասին արդեն իսկ։ Մենք ունենք առնվազն այս վերջին շրջանում երկու դեպք, որ կանենք օրինակ նույն Սեդա Սաֆայանն ու բանը Հանրապետություն կուսակցությունից Արտակ Զեյնալյանը, ասենք փաստացի իրենք կուսակցական գործունեությամբ են զբաղվել կամ եղել են հասարակական ակտիվ գործունեություն։ Սեդա Սաֆյանը հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել եւ շատ լուրջ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ասենք ասենք ինքը չի կարող մասնակցել օրինակ այդ ձև գործողություն, բայց փաստա որ մենք բոլորս է հասկանում ենք, չէ՞, որ հայկական քաղաքական իրականություն, քաղաքական դաշտ, որտեղ մի քանի կարևոր դերակատարներ կան, ու այդ անձը, ասենք կոնկրետ դերակատարի շատ դեմը կոնկրետ դերակատարի նկատմամբ ոչինչ։ Ասենք կասկած կար մարդկանց մեջ հարուցի, որ փաստորեն սա հանձնաժողով, այդ հանձնաժողովները պետք է ընդհանրապես էլի կուսակցական գործունեություն եւ ինչ որ տենց օրենսդրական դրույթներ պետք է մտցնել։ Օրինակ վերջին 10 տարին պետք է քաղաքական գործունեությամբ զբաղված մարդիկ չլինեն։ Կան նման մեխանիզմներ իրական, բայց ես առաջարկում եմ մի կարևոր բան էլ ԱԱԾ-ի մասին որ ասեցի, միշտ այդ մտքի մասին տենց խոսում եմ, բայց կարևոր անդադ շեշտել, ոնց է ստացվում, որ այն մարդիկ որ խոսում են, որ ԱԱԾ-ն բանա եղել է ռուսական տենց իմպերիայի կամ ռուսական կայսրության կարևոր գործիքներից մեկը իր տենց այդ մետրոպոլիաներում տենց կարգ ու կանոն հաստատելու, ազգային անվտանգության իրավիճակը վերահսկելի դարձնելու իմաստով, ու այդ նույն ԱԱԾ-ը որ 18-ից հետո 7 տարի անց որևէ բարեփոխման չի ենթարկվել, դեռևս հայ կադրային այդ բաներ պաշտպանները գնում են կրթությունը Ռուսաստանում են ստանում, լրիվ այդ ճյուղային իմաստով, հա, օրինակ ինչ որ բան է լինում, ինչ որ իրավիճակ է լինում, դենոց փորձի փոխանակման առումով հաստատ ԱԱԾ-ն չի գնում, հա, ինչ որ Ամերիկայի խոզական ծառայությունների հետ, հա, հանդիպում։ Հիմնականում այդ ԱԱԾ-ն ռուսական կամ օրինակ նույն Ռուսաստանի նախագահը քանի անգամ օրինակ պարգևատրի Հայաստանի գլխավոր դատախազին ու ԱԱԾ տնօրենին կամ ԱԱԾ փոխտնօրենին։ Ու այս իրավիճակում ես միշտ զարմացել եմ ոնց է ստացվում, որ այդ նույն ԱԱԾ-ն տարբեր պետական հեղաշրջումներ է կանխում, ժողովրդավար, արևմտամետ, հակառուս Նիկոլ Փաշինյան։ Իրականում այդ շատ կարևոր հանգամանք է, որի այդ ահաբեկչությունների կանխման մասին որ դու ասում ես, որովհետև մենք էլ երբ որ Բագրատ Սրբազանի մասին այդ մամուլի հրապարակումները եղան, իրավապահների քննչական կոմիտեի հրապարակումներն եղան, հիշում ես նաև խոսում ենք, դու ասում ես լավ կլինի մի հատ 18 թվականից ի վեր հանենք, թե քանի նման դեպքեր եղան։ Ազատություն ռադիոկայանը նման ռեպորտաժ պատրաստեց, որտեղ փաստորեն 18 թվականից մինչև այսօր բացահայտվել կամ կանխվել է 5 ահաբեկչության նախապատրաստման դեպքեր իշխանությունը յուրացնելու համատեքստում եւ հյուսային տերևաթափ անվանումը ստացած Արբաթ խմբավորումը, որը փաստորեն ամիսներ շարունակ վերապատրաստում է անցել Ռուսաստանում, բայց ինչն է կարևոր, այս բոլոր 5 գործերից եւ որևէ մեկը դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ չունի եւ որևէ մեկը չի պատժվել։ Ես ասեմ, խոստանում եմ քեզ, մինչեւ 26 թվականի ընտրությունները պատիժները կլինեն, դատերը կլինեն ու շատ հավանական սցենար է, ոնց որ սպահելի է ասել։ Իդեպս մասով նաեւ օրինակ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազարյանը երբ եթե չեմ սխալվում 5 թե 7 հոգանոց խմբով էր նախապատրաստել ահաբեկչություն իշխանություն յուրացնելու։ Այդ մարդը կալանքի տակ էր տևական ժամանակը, հիմա խափանման միջոցը փոխել են այդ հոդվածով, խափանման միջոցը տնային կալանք են։
փոխարինել ու պետքա սпасել ու հասկանալ, տեսնել թե այս զարգացումները դեպի ուր են գնում, բայց դա հետաքրքիր է իրական։ Փաշինյանին գիտես չէ, այդ Արբատ Ջոգատովավուրն է։ Ով Կաթողիկոսի եղբայրը։ ռուսական բանի, հա։ Դե, Վստահաբար Քանի որ կօգտագործվի։ քրոնական կաթողիկոս բան խոսացինք, ուզում շարունակենք նաև այս ռազմական հեղաշրջումների թեման, որը որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն է նաև, հա, շատ կողմ ոնց որ այդ մտքին Սահում անցում կատարենք հաջորդ թեմային, որտեվ ինձ թվում էր այդ բանը Բագրատ Սրբազանի թեման ամենապիկն էր, բայց փաստորեն դա ինձ ավելի ուժեղ process եղավ հենց հաջորդ օր կամ 1-2 օր հետո, որը որ կապված էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի ձերբակալման կամ վերման ենթարկման process-ի հետ։ Դատախազությունը քրեական հետապնդման առարկա գտավ նրա հայտարարությունների մեջ, որով նա կոչ էր անում երկրորդ նախագահ, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչանին, արդյոք նա չունի, հա, զինվորական գեներալ մի քանի որ հավատարիմ են։ Կարծեմ մենք ունենք, էլի։ բան այդ հատվածը ինքը ասել է ոնց որ ավելի շուտ 2024 թվականին իր եթե չեմ սխալվում ճեպազրույցներից մեկի ժամանակ կամ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է որ մեռա էս 6 տարի է, ասում են որ չգիտեք ասում են ինչ են ասում, մոտավորապես sense ասում են որ պետքա տեղի ունենա ռազմական հեղաշրջում։ Ես ասում եմ հանդիպել եմ ժամանակին առիթ ունեցել եմ ու այդ հարցը տվել է երկրորդ նախագահին, ասել եմ լավ դուք ամենքը 10-ական տարի կառավարել եք այս երկրում, գոնե 1-2 վստահելի գեներալներ չունեք այս բանակում, ազգային անվտանգության մարմիններում, որ գնան այս քայլին։ Բայց դե կարևոր է հիշել, որ այդ ժամանակ մենք քրոնոլոգիական մի քիչ բան արեցինք, ոնց որ գլխավոր դատախազությունը, որպեսզի այս հանրության բաները փարատի, մտահոգությունները, ասում է արել է 24 թվականին։ Ուղղակի կարող է զգուշությամբ արել, բայց 25 թվականին վերահաստատել է, որ այո, ես նկատի ունեի ռազմական հեղաշրջում եւ այլն, այդ էլ մեր մոտամտահոգության տեղիք տալի գլխավոր դատախազության պարզաբանման առումով։ Հա, բայց մենք այն հատվածը չասեցինք, էլի, ինչի։ Բայց փաստացի մարդը հենց 24 թվին մի քանի անգամ ասել է, որ փաստորեն տենց բան հայտարարել է։ Ես ես 6 տարի է ասում։ Հա, ասում եմ, ես 6 տարի է ասում եմ, մեռը ասելով 6 տարի է գործունեություն։ Դա նաև կարևոր է, ծավալում։ որպեսզի այդ ժամանակագրական բանը չկորցնենք։ Այն ժամանակ փաստորեն իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը շատ մարդիկ ճանաչել էլի, հա։ Դանիել Իոնիսյանը դիմել է դատախազություն եւ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի քրեական գործ հարուցեն։ Այսինքն ինքը երևի վարչապետից ավելի շուտ է հասկացել, որ այստեղ հանցակազմ կա, բայց այն ժամանակ դատախազությունը պատասխանել է, որ մերժել է։ Ոչ, Արտուր Դավթյանը չի մերժել։ Աննա Վարդապետյանը, որովհետեւ 2024-ին են դիմել։ 2024-ին Աննա Վարդապետյանը ասել հանցակազմ չկա։ Ասել են որ հանցակազմ չկա եւ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չեն հարուցել։ Այսինքն ի՞նչն է կարևոր։ Այդ մարդուն պետք է կանչեին, չէ՞, առնվազն ծանուցեին, ասեն արի քննության, ասեն լավ ախպեր չասեն Սրբազան ջան, որ նկատի ունեիր սա։ Ինչն է դա նշան։ Այդ մարդը եթե հրաապարական այդ նույն բանը ասում է, հաստատ կասել, ինձ թվում է, եթե հրաապարական ասում է, հաստատ դել կասել կամ չէր ասի, լավ։ Բայց երբ որ դու ընդհանրապես ասում ես, չէ, ինչ հանցակազմ բան, որթյակս, նույնիսկ կարթա վերահաստատում։ ասես չէ, ես այդպես բան չէ, ուրիշ բան որ դրանից ենթադրելով ասեն հանցակազմ չկա, բայց իրանք առանց որևէ բանի ասեն հանցակազմ չկա, մեկ էլ 25 թվին քանի որ վերահաստատել, ասեն արդեն ոնց որ եթե 5-րդ անգամ այդ մարդը վերահաստատել, որտեղ 24 թվին ինչքան ասի որ հասկանալ, էլի։ Ու ինչքան ասենք ու պլյուս այդտեղ խնդրահարույցը ինչն է, լավ հասկացանք հանցակազմ կա, մի տարի ուշացել է, հետո այդ մարդուն նորմալ չեն ծանուցել ու նաև այդ ներխուժումը որ տեղի ունեցավ Մայր Աթոռի տարածք, դա էլի ասենք որ ցույց է տալիս որ ըստ էության այն ինչ որ չհաջողվեց Սամվել Կարապետյանի նկատմամբ բանել, փորձ էր արվում Սրբազան որ նկատմամբ բանել, ու ես թվում է այստեղ շատ վատ տեսարան կարելի է։ Շատ վատ տեսարան եղավ, որովհետև առհասարակ իրենք կարային թղթով ուղարկեին, կարային միացրու հանդակ ուղարկեին, զուտ եթե դրանից դու ինքը հրաժարվեր ներկայանալ, նոր տես գործողություն կազմակերպեին, բայց ոնց երևում է ուղղակի իշխանությունները ողջևորված լինելով իրենց նախորդ օրվա շոուով, այդ բանի ռազմական հեղաշրջման հետ կապված, որը արդեն պարզաբանեցինք, որ 24 թվին է վերաբերում, ոչ թե հիմա այդ վտանգը կար։ Այդ ալիքի տակ փորձել է մի հատ է մյուս Սրբազանին տենց բանանեն էլի ինչ որ ասենք
քաշքշելու օպերացիա լինի կամ նվաստացնելու օպերացիա լինի։ Հատուկ ջոկատայինների Հա, ներգրավման։ ու հատուկ ջոկատայիններն ուղղակի ողջ օրը այդ բանը շոուն գնաց, առավոտից երեկոն մամուլը մենակ էր, մարդիկ մենակ դրանից էին խոսում ու արդյունքում ասենք Սրբազանը միևնույնն է գնաց ու կալանավորվեց, բայց արանքում մնաց այդ ատելությունը, արանքում այդ բևեռացվածությունը ավելի խորացավ։ Արանքում մարդկանց վստահությունը համ նվազեց եկեղեցու նկատմամբ, համ էլ նվազեց ամենաշատը ստեյստ ուժեց, նաև ոչ թե պետությունը, այլ ԿՊ-ն։ Համ է մարդիկ սկսեցին իրենց վատ վերաբերել դրանից։ Այսինքն իրանք ստեղծեցին մի հատ process, որից ոչ մեկ չի շահում ուղարկի, իսկ մարդիկ էս ու լարված ներվային նստած։ Ես տեղ արձագանքների մասով էլ եմ մի բան ուզում կարևոր տենց խոսանք, այդ Հայաստանի ընդհանրապես քաղաքացիական հասարակության արձագանքի իմաստով, որտեվ այնտեղ տարբեր շերտեր կար ու քանի որ մենք խոսացինք, որ ոնց որ հստակ արձագանք էր, հա, բոլորից սպասում, այդ ԿՊ-ից էր գալի, հա, հիմա ասեք դուք ահաբեկի չեք, թե ոնց որ դուք լավ տղա եք, թե չէ, ոնց որ sense այս վիճակներ էլի, կամ դուք ոնց որ հայկական ժողովրդավարության կողմնակիցն եք, կամ պետական հեղաշրջման կողմնակից եք, ուտեղ այդ հստակությունը ոնց որ շատերից պահանջում են, այստեղ մի մոտ հարցեր առաջանում էլի, օրինակ մի կողմից հայաստանյան իրականությունը ոնց է, մի կողմից կա հակալիբերալ, հակաժողովրդավարական, իրոք տենց է էլի ընդդիմություն, որ իրոք բազմաթիվ անգամ ինքը թե հանրային խոսույթի մակարդակում, թե գործողության մեջ, քանի որ իշխանություն են եղել, ապացուցել են, որ կողմ չեն, հա, որ Հայաստանը տենց իրոք գնար ժողովրդավարական բարեփոխումների, դառնա կայացած ժողովրդավարություն կամ, չգիտեմ, կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, որի այլ պետք է ունենա ռազմավարական դաշնակից, հավատարիմ մնա հետ, մի խոսքով, ասես լիքը կարելի է, ու մի կողմից ունենք մի իշխանություն, որը 18-ին եկել է շատ ամբիցիոզ, հավակնոտ օրակարգով, հայկական ժողովրդավարությունը վերջապես կերտել, հա, գնալ շատ ցավոտ ռեֆորմների, կայացած ժողովրդավարություն ունենալ եւ այլն։ Ու այդ իշխանությունը վերջին 4 տարում բազմաթիվ բաների դեպքերում ցույց է տվել իր հակաժողովրդավարական էությունը։ Մի քանի դրսևորումներ, տարբեր ոլորտներում, այդ օրինակ նույն խոսում ենք այդ վարչապետի ենթակա մարմինների իմաստով, խոսում ենք սահմանադրական բարեփոխումից էլի նույն վիճակն է, նույնը խոսում ենք օրինակ ԱԺ-ի, հա, ԱԺ-ի, բոլոր կարևոր ոլորտներում այդ հակաժողովրդավարական դրսևորումը կա։ Հիմա ես որ մտածում էի, օրինակ ինչ կարա լինի, ինչ շատ ես չեմ ասում շատ միանշանակ է հայաստանյան կոնտեքստը ու քաղաքացիական հասարակությունը պետք է լինի միատար, հա, նույն արձագանքը լինի եւ այլն, բայց կարևոր հարցերում ինձ թվում է պետք է նույնատիպ մոտեցում լինի։ Օրինակ ես նույնակ ChatGPT-ին էի հարցրել, ասել էի իրավիճակը նկարագրել է, ասում եմ օրինակ հիմա մենք ինչ պետք է անենք որպես քաղաքացիական հասարակություն, ինքը ասենց մոտավոր էս տիպի բան է ասել, որ չպետք է աֆիլիացիա իհարկե հակադեմոկրատական ուժերի հետ, որովհետև դա շատ կարևոր է հանրությանը ուղերձ ես դու հղում, ինչ որ արժեքային այդպես ուղերձներ կա էլի իր մեջ ու ըստեղ մյուսը այն է որ շատ կարևոր է որ քաղաքացիական հասարակություն կենտրոնը հենց իշխանության հակաժողովրդավարական դրսևորումների վրա, որոնց ինքը բացատրում էր որ քաղաքացիական հասարակությունը հենց դրա համար է ստեղծվել, որ վերահսկի գործադիր իշխանության, որ վերահսկի բոլոր իշխանության մարմիններին, ոչ թե ընդդիմության։ Եթե քաղաքացիական հասարակության իմաստը այն է, որ ինքը միայն դատապարտի ընդդիմության գործողությունները եւ կուլ գնա ասենց կոպիտ ասած էս հակաժողովրդավարական դրսևորում ինչա թե հակադեմոկրատական ուժերի մեջ կնեն ջարդում, այդ ինքը ասում է որ դրա եզրակացությունները որ դուք ավելի վատ ժողովրդավարություն եք։ Մենք մեր առաջի էպիզոդում էլ ենք դրա մասին խոսել, եթե կհիշես, որ ասում ենք որ մեր արժեք չպետք է խնդիր դնենք օրինակ ավելի շատ քննադատել ընդդիմությանը, որովհետև վերահսկող բանը գործառույթներ պետք է լծակներ եթե ունես, տարածես իշխանության նկատմամբ։ Բայց այդ մայր աթոռի գրոհելու այդ օպերացիայի հետ կապված մի երկու դրվագ կա, որ ինձ հետաքրքիր է կարելի է քննարկել։ Տեսեք ինչն է էլի պրոբլեմատիկը եւ ինչի է հասարակությունը այսքան բուրըն արձագանքում, բացի մի կողմ թողնելով արժեքային բարոյական այն բաները, որ դա իսկապես աննախադեպ էր, որ երբևէ նման բան չէր եղել, անգամ, չգիտեմ, օտար տիրապետությունների տակ գործող հայկական եկեղեցիներում խաղաղ պայմաններում նման բան չէր եղել, որ ուժայինները մուտք գործեին եւ փորձեին ձերբակալել։ Պրոբլեմը հետեւյալն է, պրոբլեմը նաեւ օրենքի դաշտում, այսինքն պատշաճ կերպով մարդը չի ծանուցվել, այսինքն դուք նախ պետքա ծանուցեք եւ հասկանայիք ինքը կներկայանա թե չէ, չներկայանալուց հետո դուք իր հետևից պետքա գնաք, բայց չպետքա գնաք այնքան ուժային մարմիններով, հա, այնքան ուժային մարմիններով, որովհետեւ դուք գնում եք կարող այդ մարդուն հասնում եք, ասում եք դուք պետքա գաք, ինքն ասում է հա կգամ։ Այսինքն ոստիկանությունը ուժ կիրառում է բոլոր այն դեպքերում, երբ որ ազդեցություն տեսնում է դիմադրություն։ Բայց դուք ի սկզբանե չգիտեք այդ դիմադրությունը լինելու է թե չի լինելու, ասենք, չգիտեմ, համազգեստավորված, դիմակավորված այդ տղաների խմբին ուղարկում են եւ փաստորեն այս իրավիճակում ԱԱԾ-ի այդ հատուկ ջոկատայինները փոքր-ինչ ավելի ողջամիտ են գտնվել, քան օրինակ ոստիկանության ծառայողները,
Ես հիմա չեմ ուզում իհարկե ԱԱԾ-ին ամենևին ամենավերջին մարդն եմ ես, որ պետք է ասենք գնահատեմ, վարչապետ Փաշինյանը արդեն իրենց ներկայացրել է, այսպես ասած, պարգևների մեկ այլ դրվագով, նախորդ դրվագով, բայց ոստիկանության աշխատողները ընդհանրապես չեն խորշում որևէ բանի առաջ, այսինքն վեհարանի այդպես բանը դարպասները կոտրում են, ներս են մուտք գործում ու փորձում են այդ օպերացիան իրականացնել եւ հանդիպում են փաստորեն եկեղեցականների ու այնտեղ հավաքված հասարակության այսպես դիմադրությանը, մինչդեռ այնտեղ էլ սրբազանը եւ կաթողիկոսը բառացի եւ ուղիղ տեքստերով հայտարարում, որ մենք պատրաստ ենք ու մենք գալու ենք ներկայանանք, անգամ գաղափարը հայտարարում է, որ մեր փաստաբանը նրան կուղեկցի։ Ես ուզում եմ այդ կողմ, որովհետեւ ԿՊ-ի դրած հարցը այդ կողմի հետ կապված էլի, որովհետեւ հիմա նայողները պետք է նաեւ ընկալում ունենան, թե այդ ԿՊ-ի հարցադրմանը մենք ոնց ենք պատասխանում։ Առհասարակ, երբ որ քեզի ստիպում են ընտրություն, ասում են դու որ կողմն ես։ Իմ պատկերացմամբ այն մարդիկ են շատ արագ ինչ-որ կողմ ընտրում, երբ որ ասենք իրանք որևիցե ինտելեկտուալ ներուժ այդ արկա իրավիճակը վերլուծելու համար չեն դնում։ Հիմա ես կոնկրետ կողմի առումով այն կողմն եմ դնում, որ հա, իմ համար նորմալ չէ Բագրատ Սրբազանի ձայնագրությունը, ու հա, ասենք ինձ դուր չի գալի նմանատիպ ընդդիմություն, ես երբեք իրենց չեմ աջակցելու, քանի դեռ այդ հռետորաբանությունը կա, այդ ասենք արտաքին քաղաքական այդ կողմնորոշումը կա եւ այլն, բայց դրան զուգահեռ ես չեմ էլ կարող այն մարդկանց կողմը կայնեն, ովքեր որ օրենքի գերակայության վրա թքած ունեն, ու այսօր անում են նենց գործողություններ, որ դրանք ընդհանուր առմամբ պետության հասարակական կարգը ու այսօրվա տեղի ունեցող process-ները խաթարելու են։ Նույնը հեծի պետականացման մասին արդեն խոսել ենք, այդ դրան չանդրադառնանք, որ լեգիտիմ հիմքերով չի արվում, այդ կարող վաղամյոս սուրետի երկրից հետ ուզեն։ Նույնը սա, հիմա համ բանին, Աճապահյանին, համ էլ բանին, Բագրատ Սրբազանին։ Երկուսին էլ դատման նենց դատավոր, որ նախկինում եղել է բան, հանրապետություն կուսակցության անդամ։ Այսինքն էլի հիմա դու կողքից որ ասենք այդ ձայնագրությունները լսում ես եւ այլն, բա դրա իրավական կողմը, ասենք բա 10 տարի հետո այս հարցերը չի քննարկվելու, վաղը մյուս օրվա սերունդները լրիվ առացակ իրանք թքած են ունենալու էդի նախկինա, բանա, ԿՊ-ը։ Որտեղ բոլորն են նախկին լինելու 10 տարի հետո։ Պետք է նայեն իրանք կարողանան հացաչոյից տարբերեն, հասկանան սրատակիչ փաստական հիմք կա։ Մյուս կողմից, ասենք չի կարելի չնկատել այդ արշավային բաղադրիչը, որ եկեղեցու նկատմամբ կա, որովհետեւ բացի դրանից իրանք նաեւ վարկաբեկման փորձեր են անում։ Այդ կուսակրոնության թեման, որ իրանք առաջ բերեցին, որ ասենք վարչապետը նենց ստատուս է գրում, որ Facebook-ը բլոկում է, հետո ամոթից դրանից հետո ասենք ասում է եկեք հրադադար հաստատենք փոխադարձ։ Ամոթից չէ, իր շահերից էր լինելով, որ դիտելիություն, հա, կարծես թե Facebook-ին էր մեսեջ ուղարկում, որ ես էլ չեմ հայհոյելու, խնդրում եմ ինձ մի արկելափակի։ Հա, ասենք սենց այդ հայտար մյուս կողմից ասենք մարդն բանանում կանչում Խորեն Հովանեսյան անունով, ով ասում են ասենք Գարեգինի նախկինում գավազան բռնողն ա եղել, բերում են բան հանրայինի եթեր, իրան ասենք ինքը ինչ-որ կասկածելի տենց ինֆորմացիա է տալի, հետո FIP-ը ասենք որ շատ արագ հերքում է, FIP-ը դա, հա, FIP-ը շատ արագ հերքում է, հետո այդ FIP-ի հերքումը վերցնում են բան, FIP-ի հերքումը ինքն է հերքում, հետո խմբագիրը նորից արձագանքում։ Double քուանշում է։ Հա, դա բաշմա, բայց նես բանը հերքում որ դրա հետ կապ չէ, այսինքն ինքը հմեկի եթերում պնդումներ անում, ասում է Գարեգինը փորձել է գնա բան։ Գերմանիա իրան այնտեղ չեն թողել նրա համար, որ ինքը KGB-ի ագենտ է, ինքը Մերկելի հետ չի հանդիպել, հետո պարզվում է որ 18 թվին Երևանում Մերկելի հետ հանդիպել է, մի բան է Մերկելն է, իսկ 18 թվին ինքը հայոց թեմա այնտեղ գնացել։ Մի հատ կարևոր պահ կար դատավոր Մասիս Մելքոնյանի մասով, որ դու ասացիր, որ հիմա շատ կարևոր դրվագ կա, որ պետքա բացել։ Այդ օրը ընդհանրապես դատավարությունները, կալանքի միջնորդությունները, որ քննվում է, ոնց է լինում, միշտ լինում են հերթապահ դատարաններ ու հերթապահ դատավորներ, որոնք որ նախատեսված են հենց այդ դեպքերի համար, որովհետև հա դու չես իմանա որ պահին հանցագործություն կկանխվի եւ որ պահին քննիչը կալանավորման միջնորդություն կներկայացնի։ Հա, երջանիկ պատահականությամբ այնպես է ստացվում, որ այդ օրը Երևանում 5 դատարաններ, առաջին ածանի քրեական դատարաններից 5-ը հերթապահում են, բայց գործը մակագրվում է Մասիս Մելքոնյանին, ընդ որում շատ կարևոր է այստեղ նշել, որ վաղուց այդ համակարգը ինքնաշխատ է։ Ինքնաշխատ է, չէ՞։ Հա, դա ավտոմատ համակարգ է։ Շատ ավտոմատ համակարգ է։ Եվ վերագրվում է իրան։ Հիմա մենք ինչ ենք ունենում, Մասիս Մելքոնյանը ոնց որ մեր օրերի մնացական Մարտիրոսյանն է առնում։ Սեյրան Սարոյանը երջանիկ է, բացո ասում դու ինչքան ուզում ես դատի ասում, մեկը հիմա ԿՊ-ի մացոնել էս։ Այդ շատ կարևոր, այս հանգամանքներն է նաև, որ կասկածը հարց, այսինքն նայեք, ինչքան այս ընդդիմությունն է այս իշխանության համար նվեր, այնքան այս իշխանության հակաօրինական քայլերն են այս իշխանության համար, այս ընդդիմության համար ոնց որ նվեր։ Եվ առհասարակ որևէ, ասենք,
առողջ ուժի համար այս իշխանության հակաօրինական քայլերը այլևս դառնալու են նվեր Մասիս Մելքոնյանների տեսքով եւ ողջամիտ կասկածների տեսքով, որ այդ մարդիկ արդարացություն չեն կարող քայլերը նվեր են ապագա հանցագործներին, ոչ թե այս բան եղածների, այլ ապագաներին, որովհետեւ իրանց հետ կապված իմ ամեն ինչ կան հարցականի տակ ու վստահության ճգնաժամ կա։ Դրա համար դաժե sense ձայնագրություն հայտնվում է, ասենք հասարակության կեսը կամ ասենք ուղիղ չասեմ կեսը, բայց հասարակության մի ստվար հատվածը ասես սուտ է, որովհետև այս իշխանությունն արէ։ Հա։ Այսինքն ստե կոնկրետ վստահության ճգնաժամ կա։ Իսկ այդ վստահության ճգնաժամը հենց ասենք գալիս է անիֆի դեպքից, գալիս է նրա դեպքից, որ իրաց նախորդ կուսակցին դնում են ԿԸՀ ղեկավար, գալիս է նրանից, որ մարզերից մարդ են բերում, իբր Երևանցին միտինգ են անում, գալիս է նրանից, որ վարչական ռեսուրս են կիրառում, այսինքն կամ ասենք բանը, այլ ուրիշ մարդ չկար ՍԴ դատավորի տեխնացու պիտի բանից, ասենք Երևանի ավականու հանրապետություն կուսակցից մեկին տանեին, այտենց անեին, կամ պիտի քաղաքապետ դնեին Երևանի մանդատագողությամբ։ Դրա համար ամեն ինչ խառնվում է իրար ու արդեն ստե օրեն ճշմարտություն, բան։ Ընտրությունները կեղծելուց խոսք գնաց, ես մոտենում եմ 2026 թվականին ու արդեն բավականին երկար ժամանակ է վարչապետի տիկին ու վարչապետը մի հատ ինչ-որ արշավ են մեկնարկել։ Բայց մինչև այդ մի հատ եթե կարելի է անդրադարձ կատարեք բանին, Էդմոն Մարուկյանի դրվագին, այս կարևոր դրվագը Աջապահյանին, այդ ընթացքում ինքը հասցրեց առաջադրի, այսպես ճակերտավոր ասած առաջադրի վարչապետի տեխնացու եւ Աջապահյանը բավականին արագ այսպես արձագանքեց, որ ինքը այդպիսի հավակնություն չունի եւ իրարից անկախ տարբեր գուգարած թեմի առաջնորդը նաեւ հայտարարեց, որ հոգեվորականներս աշխարհիկ իշխանություն ստանձնելու այսպես հավակնություն չունենք։ Այս հետաքրքիր դրվագ է, իրականում երկրորդ անգամ արդեն Էդմոն Մարուկյանը խորհրդարանական ընդդիմությանը բավականին հետաքրքիր պարծեր է առաջարկում, կարծես թե, բայց այս անգամ լավագույնս չէր հաշվարկել այն իրավիճակը, որ եթե ինքն իր առաջադրումով դա կարող էր որոշակի այսպես քաղաքական թեթևակի խնդիրներ ստեղծել խորհրդարանական ընդդիմության համար, պետք է հաշվի առնել նաև, որ որևէ հոգևորականի առաջադրումով ինքը կարար խնդիրներ ստեղծել նաև ինքն իր համար, ինչը եւ տեղի ունեցավ, որովհետեւ մենք տեսանք, որ Էդմոն Մարուկյանը առնվազն այս մի դրվագում հաշվարկը այդքան էլ ճիշտ չէր կատարել, որովհետեւ եկեղեցին ու ընդ որում ինքը շատ այսպես թիրախավորված գրում էր, որ գնդակը այլևս Մայրաթորի դաշտում է, Մայրաթորը կարող է որոշել, կարծես թե այսպես բոլոր հարցերը լուծված էր, մնում էր Մայրաթորն ասեր համեզընտրեք վարչապետ, ու մենք ունենանք այդ վարչապետը, այս Մայրաթորը միշտ կյանքը ցույց է տվել, բայց որ Էդմոն Մարուկյանը այդ հաշվարկները անելուց այդքան էլ լավ չէ, ունենաց 21 հոգանոց падգամավորականվան ու հաջորդին 18, հիմա հա, մի քանի այդ մասով իհարկե հա, բայց ինձ թվում է եկեղեցականներն էլ շատ լավ հասկանում են, որ Հայաստանում հայ ժողովուրդը հոգևոր առաջնորդի կարիք չունի պետական իշխանության բանում, հա, ու այս թեման իրանք լավ հասկանում են, կյանքում այդ թեմայի մեջ չեն փաստացի ավելի քաղաքական են, ավելի ռեալիստ են դատում, քան մնացած այդ ընդդիմությունները եւ մնացած այդ բանը։ Եթե այս թեման կա ավելացնելու այս թեման։ Դե ինձ թվում է այդ էլի բան, ու ասվեց հիմնականում դե այնտեղ Գուգարած թեմի առաջնորդն է դրա մասին նշեց, որ իրանք հոգևոր իշխանությունից գոհ են ու աշխարհիկ իշխանություն չեն ուզում ստանձնեն։ Ըստ էության ավելի այտենց քաղաքական, sense ճակերտների մեջ առած էլի հայ առաքելական եկեղեցին ավելի քաղաքական է, քան մեր ընդդիմությունն է իր մտածելակերպով, այսինքն քաղաքական նկատի չունեն, որ իրանք քաղաքականության մեջ ուզում են քաղաքական հաշվարկների վերլուծության տեսանկյունից ինքը փակ կառույց է, բայց կարելի ասել ավելի լավ է տիրապետում այդ տրամադրությունները։ Հա, հետաքրքիր է, որ իրանք իրարից անկախ են այդ հայտարարությունները։ Այսինքն սկզբունքային հարց է երևի իրանց մոտ, որ դա պետք չի համաձայնեցնել նոր դեր այդ հարցին պատասխանել, էլի։ Իրանք ավելի շատ նախընտրում են իշխանությունը վերցնեն տան ինչ-որ մեկին։ Բայց ախր դրա հնարավորությունն էլ կար այդ Բագրատ Սրբազանի ժայս այդ չնայած խոսում ենք, բայց ինչ որ է լավ։ Ավելի լավ է անցնենք Կրծվել է նորաձևի շարժմանը կամ բան քարոզարշավ ԿՊ քարոզարշավ հանդիկապ -1 կարելի է այդպես ասել -1 տարի էլի որովհետև դա փաստացի քարոզարշավ ենք սկսում բանով գիտեմ որ ես դե տեսա ազատության լրագրողը որ որպես բան տենց քաղաքացի ինքը գրանցվել էր գնացել էր այնտեղ ու բանը հարցեր հնչեցրել
այդ այս այն թեմաների հետ կապված է այս հարցը հնչեցրել, որ մենք մի քիչ առաջ քննարկեցինք, էլի, այս կալանավորումներն, բաններ, կաթողիկոսի նկատմամբ տվյալներ հավաքագրելը, թե ինչպես է հասնում նրան այդ տեղեկատվությունը, արդյոք դրանք այսպես կեղծ տեղեկատվություններ չեն, նկատի ունի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն։ Հա, ու ես ինչ նկատեցի, որ այնտեղ իրենք արդեն այդ հարցի նախ դահլիճում մարդիկ կային, որ ամոթից իրենց դեմքը ծածկում էին այդտեղով։ Դահլիճում մի ստվար հատվածել, տենց երևում էր, որ շատ բան էլի։ Ժողովրդին եթե հրաժարվենք ինչ-որ պիտակներ տալուց, բանտքում տենց բան են էլի, նիկոլական են, սենց ասենք։ Ու իրանք բան էին անում, անդադար որ ճնշում էին այդ ազատության լրագրողին, բայց հետաքրքիր է նաև որ ինքը բան էր էլի, դա իր համարցակությունը բանը, որ գնացել էր այդ առումով շատ գնահատելի։ Հա, ու սենց այդ մարդկանց ինքը ոչ թե վախեցած էր նայում, այլ զարմանքով էր նայում, էր եսով են իբր։ Ու հետաքրքիր է նել, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սկսեցին բան, որ հումորներ անել, բան, այսինքն այդ կրթվելը նորաձև է գնացողների սաստավը արդեն այնքան սենց բան է իրար իմացող միատար զանգվածա որ ներքին բոցեր բաներ ունեն այնտեղ էլի իրար հետ ինչ-որ տենց հումորներ են անում եւ այլն ես այդ բաներն եմ մենակ ֆիքսը ընդհանուր առմամբ էլ ես դա ասում եմ չեմ համարում կրթվելի նորաձևը համարում եմ քարոզարշավ որ տարբեր պետական աշխատողների բան ստիպում են որ այո այդ կոնսոլիդացիա գնում մենք խոսում ենք այսօր դրա մասին փաստացի այդ խմբերը որ Երևանում են անում մարզերում են անում այդ կրթվելի նորաձևը եւ այլն դպրոցի ուսուցիչներ են, ինչ որ կուր կոլեկտիվներ են, որ sense խմբերով բերում են, հետները աշխատում են ու նաև անձնական տվյալներ են կուտակում, այս վերջին շրջանում արդեն կարծեմ 12-13000 մեյլ ունեն, հա, այսպես ասած այդ ու մինչև 26 թվականը ես կարծում եմ որ մոտենա ընտրական process-ները հենց այդ ինֆորմացիան անձնական որ ունեն, այդ ամեն ինչը օգտագործվելու է, այդ մարդիկ օգտագործվել են որպես հանձնաժողովի անդամներ որպես չգիտեմ շտաբներում այդ գործածառայություն գործառույթ ակտիվի հետ հանդիպումներ իրականացնեցին շատ նո բարերար չգիտեմ պիտանի բաներ են էլի ուղղակի այստեղ միակ բանը ոնց որ այնա որ այս ամեն ինչը արվում է պետ բյուջեից այս գումարները ծախսվում է պետ բյուջեից ու գաղտնիքա պահվում թե ինչքանա ծախսվում այս ամեն ինչից փաստացի սկզբնական շրջանում այս process-ը տանում էր իմ քայլը հիմնադրամը որի տնօրենը վարչապետի կինն է բայց ինչ որ մի պահից բարձվեց որ կառավարությունը արդեն որպես վարչապետի անձնական ծախսեր կարիքների այդ տողից է դուրս գրում այսինքն հիմնադրամ են բացել կառավարությունից ուղարկում են այդ հիմնադրամին հիմնադրամը ծախսեր Դե դժվար է ասել արդյոք ուղարկում են չեն ուղարկում մեխանիզմը ոնց է աշխատում հա որովհետև կարող ուղիղ այդ ծախսը տեղի անենում այնուամենայնիվ մեր գրպանից է գնում այո որովհետև տողը այնպեսին է որ վարչապետի կարիքների համար է եւ իրանք էլ հիմնավորել են որ վարչապետը կարևոր է համարում այս հանդիպումները կարիք ունի այդ այո հա որ մի օր չի անում տենց հետո լավ չի կառավարում մի օր որ 100 հոգու դեմ չի խոսում լավ չի կարող կառավարել Այս սրա բացասական բանը ոնց որ սա է ու սրա կոնտեքստում ես ուզում էլի ոնց որ քաղաքասարակության մասին մենք խոսեցինք դատաիրավական համակարգի խնդիրների մասով որ չեն բարձրաձայնում չգիտեմ ես նույն դեպք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշանակման մասով այս Աջապահյանին ապօրինի այս կալանքների եւ այլն ոչ մի իշխանություն մի օրում չի դառնում ավտորիտար սրանք process-ներ են որ քայլ առ քայլ գնում են ու օր առաջ ինչքան շուտ քաղաքասարակությունը այդ դերը իր համար ստանձնի ֆիքսի որ պետքա քննադատել պետքա ասել այդ օր առաջ հնարավորինս այդ ռիսկերը նվազեցնում է թե չէ այսպես որ գնաց մի օր գալու ենք այնպեսի բանի առաջ ենք անելու որ իսկապես էլի արդեն երևի յետքայլ անելու տենց շատ բարդ անելու քաղաքասարակության վիճակը չգիտեմ պետքա աշխատել այս ուղղությամբ այս բաների մասին անդադ խոսալ անդադ բարձրաձայնել անհրաժեշտության դեպքում նաև ինչ որ process-ներ գեներացնել։ Դե ինքը կանխող խոսույթ է, այսինքն մենք հիմա այն ինչ որ խոսում ենք, որ 26 թվականին օրինակ կարակ իրարվի, մենք վստահ չենք, ինչ որ տեղեկություն չունենք, հա, որ չգիտեմ, վարչապետը մեզ չի զանգել, գիտեք, չէ, որ մենք այդ կրթվելը նորաձևի մասնակիցներին օգտագործում ենք ընտրության, բայց դե փորձը ցույց է տվել, որ իրականում այս տիպի հանդիպումները միշտ, ասենք, հենց այդ գաղափարական բանից մեկ գիտեմ թե ինչ որ տոտալիտար հասարակություն է, ասենց ինչ որ բանը վարչապետը, միապետը սենց գալիս ինչ որ գաղափարով սաղին հավաքում, ասենց այդ հրապարակում, ասում է մարդիկ լսում են ու տենց ասում են սա ճիշտ է, ասում գնացինք տուն։ Հիմա ընտրությունների շեմին ինքը ռիսկ է որ կօգտագործվի ու այս ռիսկի մասին պետք է խոսել։ Օրինակ քաղաքասարակության դերը ինքը մենակ այն չէ, էլի որ տենց մի բան լինի, ռեակցիա ինչ որ արձագանք լինի։ Հիմա այս կանխող խոսույթը ինչով է կարևոր, օրինակ նույն այն
բանի նախորդ էպիզոդի ժամանակ բանից ենք խոսում, այդ խոշորացման բանից ենք խոսում, վտանգից, էշմիածինն ու խոյն են ուզում բանանել։ Հիմա դրա մասին խոսալով այդ գինը ծանրացնում ենք ՔՊ-ի համար։ Կարող է էլի այդ քայլին գնալ, բայց շատ ծանր գինա լինելու։ Նույն օրինակ Երևան քաղաքում շատ վատ որոշումներ ա կայացում, մարդիկ դրա հետևանքները զգում են, եթե քաղաքասարակությունը չի արձագանքում ու մեծամասամբ ոնց որ թե Երևանում շատ է էլի քաղաքասարակությունն ու հասարակության կազմակերպությունները, քանի որ քիչ է լինում արձագանք, բայց եթե լինում էլ է, ծանրանում է, չէ՞, Ավինյանի վրա այդ գինը։ Այսինքն այդ գինը, որ դու վճարում ես, որ 150 մնա։ Քաղաքական բան քաղաքասարակությունը բացատրելու համար, ասենք, որ դա մամուլն է, ՀԿ-ներն են, բանն անկախ կազմակերպ վերահսկող, դրանք են, էլի օբշի տենց քաղաքասարակություն։ Այդ հանդիպման ժամանակ իդեպ շատ կարևոր բան կա այդ երկխոսությունը, որ տեղի ունեցավ Ազատություն ռադիոկայանի լրագրողի հետ, ինքը որ հարց տվեց այդ տեղեկատվությունների բան, որ հավաքագրում եք ընդհանրապես ինչ խնդրեմ ունեք դուք եկեղեցուց եւ այլն, մոտավորապես այսպեսին էր։ Ինքը ինչ հայտարարություն արեց Փաշինյանը, ասում է ես ասում եմ ընդհանրապես հոգեվորականների հետ խնդրեմ չունեմ, հոգեվորականների խնդրեմը Աստծո հետ է եւ մենք նրանց հետ խնդրեմ չունենք եւ այստեղ այսպես բնական հարց է առաջանում երկու տարբերակով շատ լավ եթե դու հոգեվորականների հետ խնդրեմ չունես եւ հոգեվորականների խնդրեմը Աստծո հետ է հետեւաբար դու ինչ գործ ունես եւ ինչ ես քննարկում թե ով է այնտեղ կուսակրոնությունը խախտել մի տարբերական մնում կամ քաղաքական ուղիղ միջամտության անհրաժեշտություն դու ունես կամ քեզ նույն ասում ես Աստծո հետ այս անգամ արդեն երևի Հայր Աստծո հետ որովհետև նախորդիվ Հիսուս Քրիստոսի հետ ինքը շատ է փորձել այդ նմանությունները փնտրել գտնել եւ ինքը հաճախ է դրա մասին ասում դե ինքը նաեւ ավետարանը շատ կարդացած մարդա չէ բարեաբար սամոսները ցիտում իր էջում այդտեղ հետաքրքիր բան է կար որ կարևոր է խոսալ էլի դրա մասին թե չէ վարչապետ բան վերջին այդ հասկանալի է որ ինքը բան այդպես մտնոլորտը բայց ես օրինակ տենց չեմ մտածում որտեվ իր ասածը լրիվ ուրիշ բանի մա ասма դե գալիս են այդ կոնկրետ որտեղ Աստված իջել է այդտեղ են այդ երթումը տալիս ու մի քիչ մեկնաբանությունը ինձ հավատ ներշնչում է դե հիմա կարանք կասկածի տակ դնենք ասենք իր հետ անեն իր մեկնաբանությունն է քեզ հավատներ չէ մեկնաբանությունը ինքը adekvat է ասենք այն ինչ որ ինքը ասում է իր այդ սկզբի ասածը չի բան նույնը օրինակ այդ Հովիկ Աղազարյանի այդ բանն է որ մեմա դառը իրական որ այդպես ընդհանուր կոնտեքստն ավես իրոք ինքն է չի ասում Հիսուս Քրիստոսն է Նիկոլ Փաշինյանը որ ասում է իզյան տեսա իմացա որ Քրիստոսը կար հիմա ինքը նկատի ուներ ասում է որ մարդիկ գալիս են այդտեղ երթում տալիս հենց այդ Աստծո իջնող Աստված որտեղ իջել է ասում նշանակում է այդ Աստուն չեն հարգում այդ Նիկոլ Փաշինյանի գործելավոճն է ինքը մի բան ասում է հետո դա ոնց որ գնում է բանում մի ժամանակ տենց մի բան եղավ ինչ որ բան ասեց ստատուս գրեց հետո գնաց դրա մասին անանուն հոդված գրեց բանում հայկական ժամանակ օրաթերթում հետո եկավ կառավարության նիստում այդ անանուն հոդվածը սկսեց այսպես լիգվեզ անել բացատրել Այդ կրթվելու նորաձևը հենց այդ հանդիպման մասով ինձ օրինակ հետաքրքիր էր ու նախորդ այդ մեր էպիզոդում էլ էինք քննարկել թե ի վերջո վարչապետի կինը ինչ իրավական հիմքով է տիրապետում տարբեր տեղեկությունների հենց հոգեվորականների հետ կապված որովհետև ինքը ասում էր AS-ը ԱԱԾ-ն բանը կասեն որը որից հետո է որովհետև ես հիշում եմ այդ հենց գրառման մեջ նշել էր ու մենք էլ ասում ենք որտեղից է ու մենք հասկանում ենք որ մարդը առաջին տիկին լինելով հանդերձ տիրապետում է ասենք պետական գաղտնիքի եւ այլն ինքը հիմնավորեց ասեց հիմնավորեց ասեց դե քանի որ ԱԱԾ-ն մեր ընդհանուր ընտանիքի պետական պահպանությամբ է զբաղվում ինչ որ անվտանգային հարցեր է լուծում ես գիտեմ այդտեղից բայց իրեն այդ հարցը ուղղ չկար էլի ուղղակի այդ ոնց որ ավելացեց ու տենց մի փոքր տենց վատ բան տեսա տենց միտում տեսա լրագրողին թիրախավորելու առումով ոնց որ մենք բոլորս այդ մասնագիտությունը ճանաչում ենք, բայց որ եկել եք այստեղ որպես քաղաքացի, ասես ինչ որ այնուամենայնիվ ես կարող ասեմ որ ազատության լրագրողի ներկայությունը ստացված էր այն առումով ինքը իր նպատակին հասավ։ Ինքը ցույց տվեց թե ինչ է կատարվում ներսում։ Ես օրինակ միջև հիմա ինչքան ներսից կադր են գցել, ես մենակ այն ծապ տալու վախտերն եմ տեսել որ Աննա Հակոբյանը կամ վարչապետը մտնում եք ինչ որ երեխեք հարցեր են տալիս։ Բայց փաստորեն ինքը այդ ներսի ամբողջ ինֆոն ասեց էլ ինչի մասին են խոսում ու հետաքրքիր ինչ էր որ Աննա Հակոբյանը Վանո ացիտում նույն Արայք Հարությունն ասում է Վանոների միջոցով ընտրություններ է կեղծում առաջին նախագահին։ Ըստ պատահության են հետաքրքիր բան է էլի ընդհանրապես, բայց ազատության լրագրողին մալադեց որ այդպես չնայած այդ վիճակին որ կար այդ ներսում իրականում տենց բարդ դրություն էր էլի կողից ասում են ինչի ես եկել, ինչ ես քաղաքականացնում։ Կարող է մենք գրանցվենք այդ հանգամանք։ Իսկ օրինակ ես չեմ պատկերացնում որ գնամ, եթե գնամ պետք է ինչ որ հարց տամ
Ուղղակի այդ հարց տալու իմաստն էլ, չգիտեմ, այդքան պրոֆեսիոնալ հարց կտամ ոնց որ ազատության լրագրող, թե հենց հարց եմ տալու, որ լղազվելու է իր պատասխանը, օրինակ ոնց որ եղավ ԵՊՀ-ում այդ ուսանողի կողմից հարցը, ասենք ուսանողի, ասենք ով հարց է տալիս այդ կրթվելը նորաձևի կամ իրական Հայաստանի այդ հանդիպումների ժամանակ, գցում տաշում են սա։ Ես տենց եմ ջա, եթե հարցը դուր չի գա, ներքուն սարքեցին բան։ Եթե գեալաջի չես անում հարց ես տալի, եթե գեալաջի չես անում հարց ես տալի, լավ հարցեր էր, ինքը ասում է, այս քաղաքական հարցերը չեն պատասխանում, ասենք մարդիկ Վանո են ցիտում, ասում են մեր երկրի 5-րդ դարում է, ունդե որ բանը խորենացին ասում են մեր հոգևորականները sense դու ասում ես այ հիմա էլա տենց այդ քաղաքական գնահատական չէ դու իրական Հայաստանից չի խոսում դա հենց այդ է բայց կոնկրետ առաջին տիկինը այնտեղ խոսում է օրինակ բանից 5-րդ դարում ինչ ա եղել խորենացի ա ցիտում հետո Վանո Մաթեոսյան եւ այլն դրա քաղաքական գնահատականներ են ուժեղ կոմբոյ է ասենք դա քաղաքական գնահատական է եւ մարդն էլ ասում են դուք ասում եք մենք ուժեղ պետություն ունենանք բայց հիմա ուժեղ պետության ներսում իրավակարգը դժում է որտեղ վարչապետը այնտեղ տարբեր ենթակա մարմինների միջոցով տեղեկատվություն է ստանում։ Իսկ այս իրական Նիկոլ Փաշինյանը ստեղ մի հատ այդպես կարևոր բան է ասում, որ էլի այդպես բան պետք է adekvat լինենք, հա, որ այդպես վերլուծենք։ Այդ Սերժ Սարգսյանից ժառանգություն ստացած պետական կառավարման համակարգն է, ասենք ոնց կարա երկիր լինի խորհրդարանական, երբ որ ԱԱԾ-ով, ՊՎԾ ամեն ինչքան անվտանգային իրավապահ մարմին, ուղիղ ենթարկվում է վարչապետին։ Կոստյում Շատ ուժեղ կոստյում է ու իրականում Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ կարա ասի ժողովուրդ տիրապետում եմ այս ինֆորմացիան, որովհետև Սերժն ա տվել ինձ լիազորությունները։ Ես չեմ կարող փոխեմ, ինչ Ինչ անի անեմ։ մարդը։ Այդ մարդը բռնեց ԱԱԾ տնօրենի նշանակման օրենքը փոփոխություն արեց, որ պիտի կարողանան քաղաքացիական անձի նշանակեն, այլ կադրային օֆիցերների Լավ, sense մի բան էլ ասեմ։ կրթություն ստացած։ Բայց ինքը այնտեղ մանիպուլյացիա անում, լավ, որպեսզի մեր դողնե չասեն, էլի ինչ որ adekvat։ Այնտեղ ինքը ըստ էության նկատի ունի Թոմաս այն բանը Բագրասյանը Բագրասյանը հոգևոր բլոգերին Թոմասը անունը թե Թոմաս մի հատ գրառում ունի ակնարկում է որ Թոմասը տարբեր այդ միտինգների ժամանակ ինչ որ տղամարդկանց է տանում հյուրանոց Բայց Թոմասին է ակնարկում։ Հա, շատ պատասխանատու։ շատերը որտեվ շատերը մեկնաբանեցին տենց ու Թոմասն արձագանքել որ 5 օր իրան ճնշում են կառավարությունից որ համագործակցի հետ ինքը չի համագործակցում։ Այս գալիսը կհիշես Վիգեն Սարգսյանի գեյ ակտիվիստն անվանեց։ Դե հենց այդ է, նախ ինքը թիրախավորում է կոնկրետ մարդու երեթե սեռական նախապատվությունները, հա, Եվ թե չէ։ Երկրորդ, այդ ինֆորմացիան իրան որտեղից բամբասանքա, ինչը վարչապետին հարիր չի, հա, իրավակարգի իրական Հայաստանի գաղափարությունը հակասում է։ Երկրորդը, եթե ունի տվյալներ, այդ նշանակում է պետք է ինչ-որ հավաստի ինֆորմացիա լինի, օրինակ ԱԱԾ-ն ոչ թե պետք է ինֆորմացիա տա վարչապետին, ասենք Թոմաս Առաքելին, ինչ անում իրա։ Թոմաս Առաքել, հա։ Ինքը ինչ անում, ում հետա քնում, այլ երկրում անվտանգային իրավիճակը, որտեղ ինքը հետ ասում, ամեն օր ինձ ԱԱԾ-ն հաղորդում է, այդտենց Ամերիկայում էլ հետա քնում, հա, օրինակ այդ նույնը ոնց որ Բայդենը ասի բանը, դե անվտանգային ծառայություն ինձ ամեն օր հաղորդում են կամ ասենք Թրամփը նույնը հայտարարել թե օրինակ ընդդիմադիրներ ում հետ են քնում, ում հետ են միտինգին գնում։ Բայց այստեղ սկզբունքների մասով էլի խնդիր կա, էլի քաղաքացիական պայմանագիրը ճիշտ է ասում է, որ իրանք իզմեր չունեցող կուսակցություն են, բայց մեծ հաշվով այնտեղ դիրքավորված են այսպես լիբերալ արժեքներ կրող մարդիկ եւ հետաքրքիր է այ օրինակ որ հիմա ԿՊ-ն ահաբեկչության հարցով դեմ էր տալի հասարակությանը կարծիք ձևավորում ու ասում էր կարծիք հայտնեք սրա մասին։ Հիմա կարող են այդ նույն մարդիկ էլ դեմ տալ ԿՊ-ին ու ինչու՞ չէ նաև ԿՊ-ի ներսի վստահաբար հնարավոր չի այդ կուսակցության ներսում այսպես սեռական փոքրամասնություններ չէ կամ չգիտեմ ավելի գենդեր զգայուն լեքսիկոն ես չեմ տիրապետում ոնց են ձևակերպում հիմա այդ մարդիկ հարցեր չունեն արդյոք վարչապետին թե ինչ է սեռական կողմնորոշում թիրախավորում բայց որ այդ հարցերը իրենք տան նույն հովի կաղազարանի օրը կընկնեն արդեն պալիտ կլինեն իրանց նամակագրությունները A4 ֆորմատի վրա կտպվեն չէ բայց բանը լիստը գումարվի սաղին կտան ասեն մենք իզուր ենք բայց խորանում էլի հիմա ԿՊ-ի վարչությունում ու ընդհանրապես ԿՊ-ում sense մի հատ բան կա դու կապ չունի ում ես սիրում ինչ ես սիրում ուտել ինչ ես ում ես սիրում ում հետ ես ուզում շփվել դա այդ սա այդ ճաշակները մի կողմ դու մտնում ես ԿՊ գրասենյակ կա այստեղ հստակ կուսակցական ուղենիշներ կա վարչապետի ելույթներ որ պետքա բոլորը անգիր հիշել բոլոր գրառումները պետք է կիսվել, լայքել, կոմենտել եւ այլն։ Նույնիսկ ասենք ինչ որ նախարարության ինչ որ բաժնի աշխատակից։ Այսինքն այդ շատ բարձր է, ասենք ինքը Վիգեն Սարգսյանն ասում էր
դուք նույնիսկ ցուցակներ ունեք, որ բան այլ սեռական կողմնորոշում ունեցող նախարարների։ Հիմա ես նայում եմ ովքեր են, ասենք մարդիկ կա, օրինակ ես վստահ եմ, ասենք այլ սեռական կողմնորոշում, ավանդական սեռական կողմնորոշման չէ, բայց ասենք լայքում են այն գրառումը, որը հենց այդ համայնքին է վերաբերում, այդ համայնքն է թիրախավորում։ Այդ հերիքը հասկանալու համար, որ ԿՊԱ-ական լինելը արդեն նշանակում է, որ այլ կողմնորոշումները թերակա են, այսինքն ավելի գերակա է լինել կուսակցական կողմնորոշման բանի տեսանկյունից, քան մնացած սուրան, բայց ես չեմ ուզում անուններ տամ, բայց լայքերով բանով տեսել եմ մարդիկ, ասենք կարող օրինակ կանանց թիրախավորի, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները օրինակ լայք են ստացել, այսինքն դու մտնում ես ԿՊ, դու պետք է իմանաս, որ սենց է, ձևը։ Համաձայն։ Ինչև է լավ, դե Աստված իրանց հետ ոնց ասում է, ես մի հատ ուրիշ թեմա էլ եղավ այս շաբաթվա ընթացքում, որ ավելի տենց արժի քննարկել իմ կարծիքով, այդ մասնավորապես Սամվել Կարապետյանի այդ հերթով նամակներն էր, որ մասինքը բանտից կալանավորների ոնց է կոչվում քրեակատարական բայց կարծես թե իր պաշտպանության խորհուրդն է այդ հայտարարությունների իր անունից ու մի հատ ինչ որ արշավ սկսեց այդ հենց նամակների բովանդակությանը կանրադառնանք իմ կարծիքով, որոնք որ այդքան էլ ճիշտ թիրախավորումներ չէին իրենց մեջ պարունակում, բայց մի հատ արշավ էլ սկսվեց, մասնավորապես ինչ որ Մոսկվաներում Տարգովի ցենտրների վրա դնում էին Սամվել Կարապետյանի նկարը, այստեղ ասենք այդ Rio Mall բան ու այդ գիտես ինչ կան ներքին տապրի արշավ տապրի արշավ ու Մոսկվայում ասենք Մոսկվայի Տարգովի ցենտրում դնում եք Սամվել Կարապետյանի նկարն ու աջակցում եք ան Ֆիլիպ Կիրկորովին նկարում եք վիդեո, որ իա հայկական արմատներով, ասենք այդ կապ չունի հայկական իրականության հետ, դա ավելի բացասական ու ավելի վատ հետևանքներ է ունենում, դա ավելի ջղայնացնում ու նյարդայնացնում այս հայ հասարակության գրգռումը, հա ոնց որ այսօր օրինակ խոսում էինք ու այդ նամակների բովանդակության էլ որ մենք քիչ-քիչ բացենք երևի այնտեղ կարմիր թելի նման էլի գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խախտվել են, Ռուսաստանին նեղացրել են, մռմռացրել են, ինչ որ այս կողմ այն կողմ, ասենք եղբայր այդ խոսույթը էլ այլևս արդիական չի։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդեն վառել են այդ խոսույթը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով այս ամեն ինչը, դա էլ չի աշխատում։ Ընդհակառակը հայ ժողովրդի զգալի հատվածը ոնց որ ողջունում է անգամ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները այդքան էլ լավ Կոպիտ ասած ԿՊ-ն այն խաղակարտը, որ խաղարկում է, ու դա աշխատում է, բերեք ընդունենք, էլի այդ հակառուս լինելը աշխատում է, այդ ժողովրդավար լինելը դեռևս աշխատում է, քանի դեռ չկա ինչ որ այլընտրանքային ուժեր, հարթակներ, որոնք այնքան ուժեղ են, որ իրանց ասած գաղափարները շատ հանրային մեծ աջակցություն են ունենում։ Չկա, հիմա այս բանը ինչքան էլ խոսանք, ասենք Նիկոլ Փաշինյան sense ԿՊ-ն sense ամենամեծ հանրային ազդեցություն ունեցող գաղափարները դեռևս իրանք են տարածում։ Հիմա դու բռնել ես, բան ես անում, կոնկրետ այն խաղակարտը, որ լավ է խաղարկում քո պոտենցիալ հակառակորդի կողմից, հակառակ նարատիվն է ստանում ու ավելի թույլ ռեսուրսներով։ Վերեք, ասենք, օրինակ, եթե երկրորդ, երրորդ նախագահներ ունեն հստակ մեդիա հարթակներ, դեռևս Սամվել Կարապետյանը չունի։ Հա, գուցե ինչ որ մեդիաները ինքը աջակցել է, բայց չկա, հա, տենց ինչ որ մեդիաներ, որ հստակ միայն Սամվել Կարապետյանի գովքն են անում, իր քաղաքական գաղափարներն են տանում եւ այլն, այդ Ֆիլիպ Կիրկորովի մասը էլի, ասենք, իր հակառեյտինգը Հայաստանում այնքան բարձր է, որ երևի թե մենակ Սերժ Սարգսյանն է գերազանցում այդ հակառեյտինգին, ասենք Ֆիլիպ Կիրկորովը կամ ասենք Սալավյովը կամ Զախարովան, երբ որ խոսում են, այդ հակառակ էֆեկտն է տալի, ինձ թվում է, ուղղակի այդ մեր հյուսիսային սիրելի դաշնակցի այդ բանը PR մեթոդները Հայաստանում այդքան են դից թվում է ընդհանուր առմամբ այս Սամվել Կարապետյանի թիմը այս ներքին քաղաքական իրավիճակին ինձ թվում է հնարավոր չի իրանք նորմալ պատկերացնել։ Եթե իրանք հա նորմալ դեռ դժվար է ասել որ քաղաքական թիմ կա էլի նորմալ տիրապետ էին այս իրավիճակը, գուցե չէ, դե բնականաբար միլիարդատեր մարդիկ են, հիմա 3.3 միլիարդի, ասենք կարողություն ունեն, ուստեղ են հարցնագարի, թե ոնց կարա էլի մարդը այդ աշճան կտրված լինի Հայաստանի իրականությունից ու չհասկանա թե ասենք ինչն է աշխատում, ինչի չի աշխատում ու դրան այդ նարատիվները նոր գարիկն է ասած էլի իրանք ընտրություն են կրվել, ասենք տարբեր տեղեր ընտրություններ են կրվել, նարատիվների տենց իրար դեմ քարոզչության մակարդակում բան են արել, ասենք այդ ջարդվել են ու իրանք որ դնում են այդ ախր մի անգամ չի մի 7 հատ ուղեր չի արդեն արել 6 հատ թե 7 ուղերձի մեջ այդ նույն բանն է գրած այն բանը ինչի խաթր այս ժողովրդը զզվում է անդիմությունից սենց ասեմ ժողովրդավարական արժեքների ու ժողովրդավարական մեխանիզմների մասին է խոսում տակից ակտարկելով դե մեր բանը դաշնակցի նեղացի արա էլ ինչը նեղացնեն ասենք լավ ասենք բայց այդ մեր հակասում մեր նարատիվներին էլի ասենք մենք հակառակ ասում ենք ժողովուրդ Նիկոլը հակառուս չի
Այսինքն դուք նայել եք 18-ից 20, բայց գուցե Սամվել Կարապետյանը ուրիշ բան ասում, այն ժամանակ լավ տենց Ռուսաստանի հետ էինք, բայց պետք է այդտեղ նաև ինքը ասի այդ Ռուսաստանի հետ մոտիկ լինել ինչ հա տղա Հայաստանը։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։ Հա, էլ իշքան կա։ 18-ից 20 թվականին Բայց ես մտածում եմ, եթե ավելի խորքային վերլուծում ենք, եթե ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ միլիարդատեր մարդիկ լավ էլ հասկանում են թե ինչ են անում։ Գուցե թե իրանք վերլուծել ու հասկացել են կամ ոչ թե վերլուծել ու հասկացել են, այլ տեսել են, որ այլևս դաշտում Ռուսաստանի համար, այսպես ասած, Ռուսաստանի շահեր սպասարկողներ չկան, որովհետև անգամ Քոչարյանը եւ պատիվում եմ Սերժ Սարգսյանը հասկացել են, որ պետքա քիչ խոսեն ուղղակի Ռուսաստանի մասին, հիմա իրանք լրացնում են այդ դաշտը։ Բայց դա դաշտ չկա, հենց հարցը դա։ Իրանք եթե այդ դաշտը լրացնում են, հնարավոր է որ նաև այլընտրանք չկա եւ վրացական օրինակը նայենք, հիմա ամբողջ Եմեն, այս վրացական իշխանությունը համարում է ռուսի մարդիկ։ Ու ասենք արևմուտքի մոտ այդ ընկալում է, որ իրանք ուրիշ ձև բան չեն անում։ Ու այս քաղաքական ուժը Եմենի դերոշով է, ասենք հա իրանք էլ հիմա խոսույթը մի քիչ փոխել են, բան մնացածի նման չէ։ Բայց Եմենի դերոշով պլակատներով են քարոզարշավը։ Ուղղակի եթե մենք գալիս ենք մեր նախորդ էպիզոդի այն վերլուծությունից, որտեղ որ Գարիկն ասում էր մասնավորապես, որ Սամվել Կարապետյանը օրինակ Հայաստանի քաղաքական դաշտը մտել, որովհետև նոր մարդա պետքա կառավարելի ինդիմություն լինի, եւ այս երկու կենտրոններն էլ թե իշխանությունը, թե Սամվել Կարապետյանը աշխատում են Ռուսաստանի հետ, հետեւաբար այստեղ գալիս է այն խնդիրը, որ 26-ի ընտրություններին ընդառաջ օրինակ չկա այդ երկընտրանքը Ռուսաստան թե Արևմուտք, որովհետև գոնե թե այս պահի դրությամբ արդեն այդ երկխոսությունը վերացել էր ու կարող է թե ընտրությունը լիներ այն մասին կրթություն թե խավարամտություն, հետեւաբար կարիք կա որ դաշտ ներմուծել մեկին, որը կդառնա այդ շատ ձևակերպված արդեն բոքսի տանձիկը, որին կհակադրեն եւ կասեն այն ինքը եկել է մեզ ուղեկցի դեպի Ռուսաստան եւ մենք ընդդեմ Ռուսաստանի կամ մենք պիտի գնանք դեպի Արևմուտք ու առաջադրենք ընտրությունների մեծ երկընտրանքը։ Ես նոր հասկացա դու ինչ ես ասում, դու հա ուզում ես ասես բան, էլի ավելի հեղինակավոր ու ավելի որակյալ Ռուսաստանից խոսացող ուժ են բերել, որ այդ Ռուսաստան-Արևմուտք հակասությունը լինի։ Շարունակվի։ Որովհետև այս պահի դրությամբ որ sense երկար ասիր, հա։ Որովհետև իրանց Սամվել Կարապետյանի հայտարարությունների մեջ էլ կարծեմ կա որ ասում է փոքրիկ երջանիկ չգիտեմ դրախտավայր Հայաստանը սարքեցին երկու ուժային կենտրոնների բան խաղային առևտրի բան էլի հա խաղակարդ սարքեցին այսինքն իրանք ուղղակի իրանց ասածը sense որ པարզ իմաստով ես ուզում հասկանաս ինչ են ուզում ասեն իբր որ Հայաստանը ոնց որ չի կարող համանդեղ լինի բայց իրականում հա բայց նպատակը տակից այնա հետապնդվում որ բանը մենք կողմ չենք այս իրավիճակին, մենք տենց այդ բանը դաշնակցի հետ նորմալ ազնիվ կանխատեսելի հարաբերությունների կողմնակից ենք, իրանք շպագատ նստողն են։ Այսինքն մեկը նարատիվին ինչ որ տենց ձևափոխումների է ենթարկվում, բայց էլի հանրության մատուցումը այսինքն երկու բան, այսինքն Սամվել Կարապետյանի ուղերձները նաև այս դաշտում եմ տենում, որ թող մի քիչ կոշտ է հնչում, բայց այս Նիկոլ Փաշինյանի օրակարգի մոտեցման շարունակությունն է, այսինքն շատ նման է տենց պասերով խաղը, էլի, որովհետև երկուսն նույն բանն են ասում, ուղղակի հակառակ թևից։ Այնի ասում է դուք բան եք, ռուսամետ եք, եկել եք ստեղ տապալեք իշխանությունը, այս ասում է դուք գնացիք արևմուտք շպագատ նստեցիք, հիմա ոչ Ռուսաստան եք, ոչ արևմուտք եք։ Ու փաստացի 26 թվականին այս իրավիճակում մարդիկ արդեն ասում են, էսի սևն է, էսի սպիտակն է կամ էսի այս գույնն է եւ այլն, գնալ են բարձ ընտրություն անեն։ Ու ում աջերնտու այս իրավիճակը, պարզ չի որ Ռուսաստանին օրինակ, եթե ներքաղաքական իմաստով շահի տեսանկյունից են նայում, Ռուսաստանը պետքա շատ կառավարելի քաղաքական կոնյունկտուրա, որի դեպքում ասենք դա պատկերացեք Ռուսաստանի տեսանկյունից, էլի օրինակ Պուտինը այստեղ նայում է Սամվել Կարապետյանը անդիմությունն է կամ Սամվել Կարապետյանի հետ միասին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ու Նիկոլ Փաշինյանը։ Ասենք որ այդ 7 տարի է արդեն շփվում է, արդեն մոտավորապես գիտի։ Շատ լավ տղա է։ Կռվող տղա է, չի հանձնվում։ Փաստացի ու ինքն էլ խոստովանել այս մարդը, ասում է ֆորպոստի ղեկավար եմ եղել, այսինքն փաստացի ստացվում է, եթե այն արևմտամետների մեկնաբանություններով նայենք, Ռուսաստանի երկու բաները, sense ոնց ասենք, կառավարիչները, լավ, sense մեղմ ձևակերպան, երկու կառավարիչները համանդիմություն են համիշխանություն։ Իր ամենալավ վիճակը էս է։ Ու ամեն ինչ արվելու է նույն 26 թվականին այդ երանգյունին չբացվի ու ոչ մի տարբերակով երրորդ ուժ, որը որ այդքան էլ կանխատելի տեսելի չի, այդքան էլ վերահսկելի չի, ամեն ինչ արվելու է այդ երրորդ ուժի մուտքը այս խաղադաշտ արգելակելու, թույլ չտալու, ինչի, որովհետև հիմա եթե այդ ու
երկու կողմն էլ խփելու են այդ երրորդ ուժին։ Ցանկացած երրորդ ուժ, որ փորձեց այս 26 թվականին ընթരാճ մտնի այս խաղի մեջ, երկու կողմից, թե իշխանության կողմից, թե ընդդիմության կողմից հարվածների է, քարկոծվելու է, ու այդ հնարավորինս իրանք բարթացնելու են իմ կարծիքով այդ process-ը երրորդ ուժի ի հայտ Բայց հա, որտեվ կարա թեթև 5-ից 10% ձեն հավաքի մտնի անկառավարելի մի հատ ուժ ու իշխանությունը ժամանակ պատկանում է այդ ուժին։ Որտեվ ինքն է որոշում, թե դրանցից որ մեկն է ընտրվում։ Ու մենտրի ամեն անգամ կարա մի հատ բան այդ մահակ պահի գլխների։ Իրականում այդ ասի թե այս բանը չանեք, այն բանը չանեք չանելու։ Ես օրինակ ես ասեմ, եթե տենց երրորդ ուժ մտնի խորհրդան, ինձ համար ընդհանրապես կարևոր չի լինելու, թե իրանք ում են ընտրելու վարչապետ։ Ինձ համար կարևոր է լինելու, թե իրանք ում են ուզում ընտրեն, այդ ընտրելուց հետո ոնց են պատկերացնում իրենց ստրատեգիան, էլի, խորհրդարանում, խորհրդարանից դուրս։ Այսինքն կարան իրանք Նիկոլ Փաշինյանն ընտրեն, կարան Ռոբերտ Քոչարյանն ընտրեն, կարան Սամվել Կարապետյանին ընտրեն, բայց դրանով ոչ մի բան չի փոխվում։ Ոնց են փորձելու ազդեցությունը գեներացնել իշխող ուժի վրա։ Եթե օրինակ իրանք ինչ օրակարգով են, հա, մտնելու այդ երրորդ ուժերը։ Եթե ասենք երրորդ ուժը համարվելու է այն ուժը, որը ասենք թքած ունի, հա, որ Հայաստան ժողովրդավարա թե չէ 18-ի օրակարգը, այն ռեֆորմները որ պետք է լինեն, թե չէ, այդքան է կարևոր չի իր համար։ Ինձ համար օրինակ ընդհանրապես պատկերացում իմ մոտավոր պատկերացումն է, որ ազդեցություն չի ունենալու իշխանության վրա կամ այդ ազդեցություն չի բխելու ընդհանուր ասենց հանրային բարեկեցությունից, Հայաստանի տենց ապագայից եւ այլն։ Բայց եթե այդ երրորդ ուժը ընտրելով, ասենք, ցանկացած մեկին, հետագայում այդ ազդեցությունը գեներացնելու է, փորձելու է բաներ կորզել, որոնք ասենք անհնար կլիներ, եթե այդ ուժերը լինեին 50+1, հա, օրինակ մի քանի պաշտոն ստանա կառավարությունում ու ցանկացած պահի ցանկացած որոշման վրա ճակերտավոր վետո դնի։ Այսինքն այդ երրորդ ուժից ավելի շատ բան է կախված լինում, քան մնացած երկրորդ ուժերից։ Այդ ամենալավագույն սցենարը ուղղակի պետք է պատկերացնենք, թե ինչ ծանր է լինելու իրենց վիճակը, որովհետև ինչ աշճան ճնշման կոմպրոմատներ, գործիքակազմեր, բաներ, հա, ասենք ինչ աշճանի իրանք լարված են լինելու, ամեն կերպ մեկը փորձելու են, ասենք, բան անել, էլի, այդ ուժին կոպիտ ասած ծնկի բերեն։ Կարևորը այդ ուժի համար առավելությունը այդ հարթակն է։ Ես այդ քո մտքի հետ համաձայն կապ չի անում կընտրեն։ Կարևորը թե այդ հարթակը ոնց կօգտագործեն, հա, որովհետև դաժե ասենք սոցիալիստները այն ժամանակ որ ասում են պրոլետարիատի դիկտատուրա բան, իրանք մեկը դեմ չեն եղել ընտրության մասնակցել ու հարթակը օգտագործելու։ Էլի դրա համար տենց բան չկա որ գնան ընդե բան լեգիտիմացնելու են, մյուսներն անելու բան վարկաբեկելու են, չէ, այդ հարթակը արդեն շատ մեծ ռեսուրս է ու դից իրանք կարան իրոք հասարակության մեջ եղանակ ստեղծեն։ Իսկ բանը այսօրվա համար երևի այսքանը։ Հա, նախորդը իսկապես հարգեցած էր։ Հարգեցած էր, դա բանով նախորդ մեր էպիզոդը նորմալ նայվել է, բայց որ արդեն մենք այդ ստաբիլ աճը պահպանենք, պետք է մեզ նայողներին խնդրենք, որ բանանեն, հավանեն, տարածեն, ինչ որ մեկնաբանություններ գրեն, այդ ցանկացած գործողությունները կարելի է ենթարկել որպես աջակցություն, էլի։ Ինձ թվում է առաջիկայում նաև մենք քանի որ արդեն մեկնաբանություններն էլ աշատանում, հարցադրումներն էլ աշատանում, երևի ինչ որ մի հատվածում նաև կսկսենք արձագանքել, եթե այդպես հարցեր կլինեն, շատ ուրախ կլինենք, որ դրանք մեկնաբանությունների տեսքով լինեն։ Շնորհակալություն, այսօր այսքանը։